Սրտի խորքից ասենք Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Տերը արժանի է։ Այսօրվա օրը մեզ համար Տերն է պատրաստել։ Հեղինակը Տերն այսօրվա։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մեր սրտերը միշտ պետք է պատրաստենք Տիրոջ տունը գալու, իր քաղցր ձայնը լսելու եւ իր սիրով սփոփվելու։ Որտեւ Տերը ամեն մեկիս այսօր խոսալու բան ունի։ Գիտեք, այդ մտքով մենք պետք է զինվորվենք, երբ որ գալիս ենք պաշտամունքի, պետք է այսպես մտածենք. ես գնում եմ պաշտամունքի կշռվելու, ստուգվելու, չափվելու, որտեվ մենք կարիք ունենք, ինչքան է մեր հասակը, ինչքան է մեր չափը, ինչքան է մեր կշեռքը, վերջապես մենք ինչքանով ենք կարիքավոր Տիրոջ առաջ։ Մի համար պետք է կարդամ բոլորիս ծանոթ Հովանու ավետարանի 16-րդ գլխի վերջին համարի խոսքն է, վերջին համարի խոսքն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքն է սա։ Այս բաները ձեզի խոսեցա, որպեսզի իմ անունով խաղաղություն ունենաք, բայց գիտեք, աշխարհի մեջ նեղություն պետք է ունենաք, բայց ես հաղթեցի աշխարհին։ Փառք Տիրոջը։ Տերն ասում է, այս բաները ձեզի գրում եմ, որպեսզի դուք խաղաղություն ունենաք, որտեղ խաղաղությունը շատ կարևոր բան է։ Խաղաղությունը մտքից վեր բան է։ Ամեն մարդ էլ ձգտում է խաղաղություն ունենալու, բայց ցավոք սրտի այսօր աշխարհը չի կարողանում մեզ խաղաղություն տալ։ Տեր Հիսուս մեզ տվել է այդ խաղաղությունը, որտեղ մենք գիտենք դեռ մեզ ինչ է սպասում։ Մեզ առջևում դժվարություններ են սպասում, հալածանքներ են սպասում, միգուցե շատերիս սպանեն, միգուցե շատերիս, չգիտեմ, այդպես հալածեն, բայց Փառք Տիրոջը, Տերն ասում է, դուք աշխարհի մեջ նեղություն կունենաք, բայց իմացեք, ես աշխարհին հաղթել եմ։ Փառք Տիրոջը։ Նա հաղթող Աստված է։ Նա այսօր երկնքում հորաշ կողմը նստած բարեխոսում է մեզ համար։ Նա այսօր ամեն մեկիս համար ինոք ունի տալու բան, եթե մեր սրտերը լայն բացանենք Տիրոջ առաջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Գիտեք, ասում է, ես հաղթել եմ աշխարհին, ես հաղթել եմ աշխարհին։ Եթե նա հաղթել է աշխարհին, գիտեք, այդպես մարդիկ չմտածեն, որ մարդը կարող է մի օր արթնանա ու այդպես ինչ որ բաների հաղթի։ Հաղթելու համար պայմաններ կան։ Հաղթելու համար պայմաններ կան։ Տերը մինչև անգամ խաչի վրա գնաց, խաչվեց, արյուն թափեց եւ այդպես հաղթություն տվեց։ Եվ ինքը հաղթեց հակառակորդին եւ մեզ էլ տվել է իշխանություն, որպեսզի մենք էլ հաղթողներ լինենք։ Ինչպես հայտնության գրքում մեջ մենք կարդում ենք 7 եկեղեցիներին բոլորին էլ Տերը այսպես ասում, ով որ հաղթի, եթե ես իմ սիրտը Տիրոջն եմ տվել, եթե ես ամեն օր Տիրոջն եմ փափագում, անպայման Տերը ինձ տալու է այդ հաղթությունը, օգնելու է, որպեսզի ես ու դու էլ հաղթողներ լինենք այս աշխարհի մեջ։ Դրա համար վախենալու ոչինչ չունենք։ Ինչպես երեք եղբայրներից մեկը, երբ որ խոսում էր, այս վերջերը մտամ թե այս երկոր ինչ որ մի աշխարհում իրադարձություններ պետք է լինեն, իհարկե դա հակառակորդի ծրագիրն է, բայց մենք դրանից չենք վախենալու։ Մենք գիտենք, մեր Տերը նախորդ մեզ զգուշացել է, որ այդպես պետք է լինի։ Նա մեզանից ոչինչ չի թաքցրել։ Մենք սպասում ենք դրան եւ ասում ենք. Տեր, արի, թող Տիրոջ անունը փառավորվի։ Եկեք հայր մեր երգով սկսենք այսօրվա մեր պաշտամունքը, մենք այսօր հյուրեր ունենք, իհարկե մենք ավելի շատ խոսքը կտանք մեր եղբայրներին, հյուրերին, այսօր իրանք անպայման մեզ հորդորելու եւ այդպես Աստծո խոսքից մեզ տալու բան կունենան։ Խաղաղություն Աստծո ժողովրդին։ Ես Արմավիրից եմ, Հոկտեմբերանից եմ։ Մի փոքր տենց
ասեմ իմ մասին, ունեմ 12 երեխա, Աստված օրհնի ձեզ, մենք այնտեղ նորերի հետ ենք աշխատում, նորաուտիների պաշտամունքը մեր մոտելն, շետրակ եղբայրն եմ, երևի շատերը գիտեք, կամ կարող է ֆիլմից հիշեք, Ֆիլմից հիշեն, բայց հիմնականում ասենք, Աստված օրհնի ձեզ, շատ ուրախ եմ ձեր համար, հարտ իրոջը, մանավանդ, որ այո, ասոր ժողովուրդը, իրոք մենք պետքա իրոջմով շատ ուրախ լինենք, որտեղ մենք Աստված ունենք, չէ՞, Աստված օրհնի ձեզ, շատ լավ է, որ ձեր դեմքերը ուրախ է, Աստված օրհնի ձեզ։ Մեկ տենց այցելություններ որ անում ենք, արտասում ես կեք այդ կանտախուրի չէ, դուք պարտվեք իրոջը Աստված ունեք, ուրախ եղեք, երորդնի ձեզ, ես այսօր ճիշտ ասած մի տենց ասեմ նպատակով, ծրագրով մենք մի վկայություն ենք ուզում անենք, որ այս մեր օրերի համար շատ կարևոր է, սիրելի քույր եղբայրներ, շատ կարևոր է, որտեվ ասենք օրերը չար են, դժվարություններ, խնդիրներ, ավելի շատ մենք տեսնում ենք, այո, այն մեր հետագա ընթացքը դժվարություններն ու խնդիրները շատանում են, ոնց որ ավետարանն ասում մեզ, դրա համար ես կուզեի, որ մենք այսօր ուրեմն արթնանանք, չէ՞, մենք հələ մեզանից սկսենք արթնանանք եւ շատ կարեւոր է այս արթնանալը։ Ես մի այտենց վերնագիր է իմ այս վկայության վերնագիրը ափսոսալ չարացի համար։ Ափսոսալ չարացի համար։ Տերը օրհնի ձեզ։ Ուրեմն ես մի տենց պատմություն ա եղել, որ եղել է իմ քրոջս երեխաների հետ, էլի։ Այս երեխեքը ճիշտ ասած տիրոջ տան մեջ են ելնում։ Ոնց որ մենք հիմա տիրոջ տան մեջ ենք, մենք մեզի օրինակ վերցնենք, որտեղ շատ կարևոր է, որ արթնանալը, գիտեք, արթնանալը շատ կարևոր է։ Կարող է դու լինես Աստծո տան մեջ, բայց դու շատ հարցերում թերի լինես, արթուն չլինես, եւ շատ կարևոր է, որ գիտեք, հավատացյալ ուրիշ բան է, բայց հոգևորը մի ուրիշ բան է, գիտեք։ Մենք ուզում ենք այս տարբերությունը, որ բոլորս տեսնենք, բոլորս հասկանանք, որ շատ կարևոր է, որ մենք Աստծո ձայնը լսողներ լինենք։ Ոչ թե միայն ասենք, սենց հասկանանք այս հավատքը էս չի, որ մենք եկանք նստանք, լսեցինք, օրհնվեցինք, գնացինք մեր գործերին, հավատքը Աստծո հետ քայլել է նշանակում, Աստծո ձայնը լսել է նշանակում, Աստծմով, այո, միայն Աստծմով, ամենից առաջ աղոթքով, խնդրվածքով, չէ, Տիրոջ ներկայությունը, որ դու չես հասկանում, չես զգում, որ իրոք Տերը առաջնորդում է քեզի, այսի լուրջ խնդիր է, ժողովուրդ ջան։ Դրա համար մենք պետք է հոգևոր, որպես մենք հոգուն ավելի տրամադրվենք, ասում եմ, տեսանելի բաները ժամանակավոր են, անտեսանելիները հավիտենական, այսինքն մենք ընտրենք այն լավագույնը, չէ՞, ես իմացա, որ ստե նորեր էլ կան, Աստված օրհնի իրանց, ես կուզեմ, որ բոլորն էլ, այո, այս մենք ինչ անենք, ուղղակի արթնանանք, Տերը օրհնի ձեզ։ Ուրեմն այս դեպքը տեղի ունեցել Ռուսաստանում, Ռոստովում, այդ Ռոստովի այդ Չալդեր գյուղում, իմ քրոջս երեխեքը մի օր գործի ժամանակ, իրանք մեբելի գործ են անում, եւ գործի ժամանակ մի հատ SMS է գալի հեռախոսի վրա։ Եվ հետաքրքիր է, այդ SMS-ի մեջ գրված է, որ տատին մեռավ։ Եվ նայեք ինչ հետաքրքիր պատմություն է սա, որ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, այո, արթուն մնալը ինչ բան է, էլի։ Եվ հետաքրքիր է, բացում կարդում են տատին մեռավ։ Եվ լարված նայում են իրար երես, այ ախպեր, մենք այս ինչ արեցինք, ինչ բաց թողում էր մեզ։
Եվ անմիջապես արձագանք, ինչ անենք, ոնց, այս տատին ինքը վատ էր, ոտներից շատ վատ, այտենց ուռել էր ոտները, սրտից խնդիր ուներ։ Եվ իրանք այտենց դժվարություններ կար, ասենք իրանց ընտանիքի մեջ, տատին այդ երեխեքին այդքան չէր սիրում, իրանք էլ ճիշտ է հավատքի մեջ են, բայց տատուն այդքան լարվածությունը տատին շատ խոսող էր էլի, այտենց իրան տատին չեն սիրում։ Մի խոսքով սենց մի փոքր դժվարություն կար իրանց ընտանիքում, եւ իրանք նայում են իրար երես, այ քեզի բան, մենք էս ինչ արեցինք, Ես ինչ բաց թողում էր, մենք բա ոնց ասում պատասխան տանք։ Տատին մահացավ, մենք մի օր իրան մի օր դες ջերմություն ցույց չտվեցինք, մի օր չգնացինք սենց մի հոգևոր մի բանով օգնեինք, այս տատին բա ոնց կլինի սենց բան, մի խոսքով արդյունքներով եւ շատ վատ իրանց գալով մեծ արագությամբ իրանց այդ գործի տեղից ուղի գնում են դեպի տուն։ Եվ ճանապարհին շատ մեծ այդպես խնդիրներով, այդ մեծ արագություն հավաքելով եւ այդպես լացելով, ողբալով եւ ամբողջ ճանապարհին խոսում են, ինչ են խոսում, հետաքրքիր է, ինչի մասին են խոսում։ Խոսում են, եթե տատին սաղ լիներ, մենք ինչ կանենք տատի համար։ Եվ իրանք սկսում են խոսել են Մենք տատի համար ամեն ինչ կանենք, անգամ կխնդրենք եղբայրները գգան մեր տան մեջ պաշտամունք կանեն, Աստծո խոսքը, որ տատին լսեր ապաշխարեր, մի խոսքով ամեն ինչ տատի համար կանենք, որ տատին խոստովանվեր իր մեղքերը եւ ունենար ինչ, փրկություն, կյանք ունենար հավիտենական։ Եվ ճանապարհին շատ բան են շատ բաներ են խոսում եւ ասում են ես օրինակ տատին կտանեի sense մի կիլոգրամ շոկոլադ կդնեի բարձի տակը ոտերը գլվայի վերջը այնտեղ ամեն ինչ կանեի այնտեղ ինչ է լվացքը ամեն ինչը տատին sense ցույց կտանենք որ մենք հավատքի մարդիկ ենք մենք ոնց sense թողեցինք մենք շատ սխալ բան արեցինք մեր կյանքում մենք Աստված մեզի կների դրա համար Աստված կների մեզի Եվ իրանք այդեն շատ ողբով եւ շատ բաներ խոսելով ինչ կանեն տատի համար, ինչ կանեն։ Դուք պատկերացնում եք ինչ իրանք կպատմեն, ինչ բաստողումներ են ունեցել, ինչքան տատի թուշերը պիտի պաչեն, ինչքան տատին պիտի ջերմություն ցույց տային, ինչ ասեր տատին կանենք տատի համար։ Մինակ թե շահենք ես մեր տատին այդենց ինքը ոնց կարար ինքը ձև թողեր ու եթար։ Մի խոսքով շատ մեծ այտենց լարվածությամբ, շատ մեծ սենց լարված եւ այտենց արդյունքներով, սենց շատ նեղվելով այդմեն մտնում են տուն եւ դուրը բացում են, տենում են ինչ։ Տենում են տատին նստածը։ Տենում են տատին նստածը։ Փաստորեն։ Եվ պատկերացնում եք իրանք ինչ պետք է անեն արդեն։ Չէ, հələ ասում են, հələ կանեք, հələ ոչ թե տատին, հետո վայ SMS-ը գրե։ Հələ մի րոպե, հələ մի հատ հարց ով է գրել SMS-ը, հələ մի հատ թողա, մի հատ լստի կանգնիլ է։ Բա որ վթար լիներ ճանապարհին, մենք շատ մեծ արագություն ենք հավաքել, շատ մեծ sense վատ վիճակով ասանք ստե։ Բա որ մի խնդիր լիներ ճանապարհին, հələ հարցիկը ով է գրել։ Հարցիկը գալի կանգնում է Ասում ես եմ գրել SMS-ը, հարցիկ ոնց, դու հետ ինչ ես գրել, բա որ մի բան էլներ, և հարցիկ ասում հələ մի հատ բացեք կարդացեք այդ SMS-ը, ինչ է գրած, և բացում են կարդում են, տատին մեռավ սպասելով, ես ձեզի ասեմ մի բան, Ես ձեզի ասեմ մի բան, որ էդի շատ լուրջ խնդիր է, ասեմ ձեզի։ Շատ լուրջ խնդիր է, որ այդ սպասելով է, ես հաստատ գիտեմ, որ Տերը թույլ էր տվել, որ իրանք լուրջ համապաշխարեն։ Համել, որ այդքան բանը իրանք հասկանային տատին իրանք ոնց կորցրեցին։ Եվ դրանից հետո ինչ են անում, նայում են իրար երես,
Վերջը այդ հարցիկը որ տենում են իրանք հարցիկը նորմալ SMS-ա ուղարկել են ինքը իրանց լեզվով իրանց խոսակցականով նորմալ բան ա գրել տատին մեռավ սпасելով շուտ արեք հաց բդուտենք հասկանում եք բայց իրանց ապրումներն եմ ես ուզում ներկայացնեմ իրանց ապրումները հետաքրքիր է որ այդ ապրումները ես ուզում եմ դուք հիմա բոլորդ ապրեք հենց հիմա ձեզ եմ ասում Եվ ինչ են անում, նայում են իրար երես, և իրանք հասկանում են, որ այո, մենք ինչ էինք ընդեղ պայմանավորվում, ինչ էինք խոսում, ինչ էինք անելու, մենք այսօրվանից տատին, մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, ընդուպ են աշճանի, որ ամեն ինչ տատի համար անելու ենք, և տատին, որ հասկանա կյանքի իմաստը, լուրջ ապաշխարի և փրկություն ունենա։ Եվ նայեք տեսեք, ես ձեզի մի հատ բան ասեմ, ով որ մահանում, ասենք մահացավ, այ մարդ հիշում են իր այն, անենցակ հաղթերնեմ, թեկուզ վատ մարդ էլ ալնեմ բան, բայց են իր լավ բաները հիշում են, ասում են այ մարդ ստեղելներ, մի րոպե ստեղելներ, էլի մի րոպե մի հատ իրան տենային կենթանի ժամանակը ոնց պստաց, այ մարդ ոնց են ծեղավ, չէ, Միշտ դեն չի ասում մի րոպե առաջ իր այդ զրուցում է ես մարդը մեռավ մի րոպե սաղին պատմում է մի րոպե առաջ վերջինը ես եմ իր այդ շփվել մի րոպե առաջ ես իր այդ այտենց շփվել եմ եւ սենց բաներ ենք խոսել սենց պատմում է թե հատիկ թե ինչ էր ասում ինքը Սիրելիներ ես ձեզ ուզում եմ արթնացնեմ ես իմ հենց խոսքս դրա հենց վերաբերյալ է որ մենք պետք է արթնանանք, հարևան, ընկեր, բարեկամ, ընտանիքի անդամ եւ ինչքան մարդիկ կան, որ մենք անտեսել ենք իրանց, անտեսել ենք եւ մենք այդքան ուշադիր չենք գիտեք ես ուզում եմ միտեղ կարդամ շատ կարևոր է սիրելիներ ես ուզում եմ որ ձեզ մի բան ասեմ որ Էդի հələ մեր տան անդամների մասին է ես մի փոքր, բայց ստեղ լայն մասշտաբ մի բան կա, որ մենք բոլորի համար պետք է հոգատար լինենք, թե մենակ մեր հարազատի, չէ։ Աստված ուզում է, որ դուք, այո, տեսնեք գառներին, կորսված գառներին, հասկանում եք։ Եթե մենք չենք տեսնում գառանը, Ուրեմն մենք չենք հոգևոր լինի, դուք իմացեք այդ մի բանը շատ լավ, եթե մենք գառներին չենք տեսնում, կորսված գառանը եթե դուք չես տեսնում, ուրեմն դա լուրջ խնդիր է քեզ, ասեմ ձեզ, շատ լուրջ է, նայեք մի բան եմ ուզում ասեմ, ես լավ ուզում եք եկեք ես կարդամ, Շատ կարևոր է, որ մենք գնահատենք։ Տարիներ առաջ ես մի տենց տեսիլքները ցույց տվեց ինձի եւ այդ տեսիլքի մեջ հետաքրքիր բան ցույց տվեց։ Տենց աղոթքի ժամանակ սենց արյուն էր եւ արյունի միջից աչքիներ, ակնոցներ, սենց դուրս եկավ Եվ այդ ակնոցները ես ուշադրություն դարձրեցի եւ նայեցի, ասի Տեր, ես ինչ է նշանակում, այդ ակնոցները ինչ։ Ես հասկացա մի բան, ասի կարող է պետքա լավ տեսնենք, էլի, հոգեվոր ընթացքը Տեր ասեց ոչ, էդի արյան աչքիները, այդ ակնոցները բոլորը հոգեվորները պետքա կրեն, հավատքի մարդիկ բոլորը պետքա կրեն արյան աչքիները։ Եվ ես շատ սենց գաստացած ուզում էի հասկանալ, ասում էի, Տեր, բայց դա ինչ է նշանակում, էլի։ Եվ ինքը հասկացեց, ասեց, որ այդ ակնոցների, այս աչքիների տեղը, ասեց արյուն է, եթե դու չունես ուրեմն ակնոցներ, որ ուրեմն Հիսուսի այրան հետքերը չես տնեն դիմացինիդ վրա, ուրեմն դու հոգևոր չես կարա լինես։ Եվ դա իմ ականջից եղավ, ասի Տեր Աստված, Իրոք ոնց մենք տեսնենք էլի այդ բանը, ոնց կարանք մենք հոգևոր դառնանք, հոգևոր լինենք, ոնց կարանք քո անունիդ, փառքիդ համար, այո, մենք ինչ անենք, իրոք մենք տեսնենք այն, որ դու ես ուզում, որ մենք տեսնենք,
Իրոք ժողովուրդ, մենք ուրեմն պատկերացրեք, ես նայում եմ ձեզ Հիսուսի այլյան հետքերը, եթե այս աչքիների վրա է, ես հաստատ քեզի դրա մեջ կտեսնեմ։ Եվ բոլորին դու այն չգիտեմ, անտեսված, այն հարբեցող, այն չգիտեմ, այն ամենաանտեսված մարդը, որ դու իրան ուղղակի կարող ալը մի բան էլ ավել ասես այ մարդ խոզերի առաջ, չէ, սենց խոզենք երբեմն ասեմ, երբեմն չգիտեմ, ոմանքս, բայց իմացեք Տեր Հիսուսը ինքը հաստատ այտենց չի անում, եւ ես ուզում եմ կարդամ մի տեղ, որ մենք բոլորս հասկանանք Աստծո ուզածը որն է, սիրելիներ, հա։ Շատ կարևոր է Աստծո կամքը կատարվի մեր կյանքերի մեջ։ Եթե դու գարանը, այո, այլան միջոցով չես նայում, հաստատ իրան то խոզել կասես, то չէ, ես շատ գիտեմ, ինչ ասես, ասու քեզի հարմարեցնես այդ պահը։ Կասես այ մարդ, ես ման հավատ փրշտացին, то ես շատ գիտեմ, լիքը բաներ ենք ասում։ Ես ուղղակի ուզում եմ ձեզ նշեմ, որ մենք հասկանանք, որ բոլորը մեր քույր եղբայրներն են։ Հիսուսի այլյան գինն են, ժողովուրդ։ Հիսուսի այլյան գինն են, դուք հասկանում եք սա ինչ է նշանակում։ Եվ մենք Հիսուսի այլյան գինը ոնց ենք գնահատում։ Գին չենք տալիս գարանը։ Մենք գին չենք տալիս, ընդհանրապես գին չենք տալիս։ Թող այդան վերջը, թող այդան ինչ ուզում են անեն, իրանց ճանապարհը իրանց ճանապարհը։ Ես ես վերջերս ես զրուցեցի մի անձնավորության հետ, մի հոգևորականի ասեմ, որ ավելի ճիշտ լինի, եւ ինքը ասեց, որ ես իր այդևից խի պետք է այդամ, ինքը իր ճանապարհը ոնց ուզում է, ինքը թող իր ճանապարհը ընտրի, հասկանա կյանքը, որ Քրիստոսի մեջ է։ Ես ճիշտ ասած զարմացա եւ ասեցի ոչ, մենք պետք է ասենք իրականությունը, մենք պետք է ասենք ճշմարտությունը, մենք պետք է ասենք երկրի վրա դեսպան, որպես մենք իրական դեսպան պետք է ինչ անենք, ասենք այս աշխարհին իրականությունը։ Եվ այդպես միտեղ մենք այդպես գնացել ենք 40 քեր, թե տարի էր, չեմ հիշում, բայց հետաքրքիր բան ես լսեցի, գիտեք, ես լսեցի մի բան, այնտեղ խոսում էին, էլի, կողքից խոսակցություն լսեցի եւ ես ճիշտ ասած շատ նեղվեցի, ասի դուք մտածում եք, մենք ախ ենք անում, որ մենք խոսանք, հա։ Մենք էլ գործ չունենք, էլի, մենք պետք է գանք անպայման ցեզի մի բան ասենք, որ դուք էլ ասենք նեղվեք, ասեք այ մարդ, էս ինչ բան է, այս մարդիկ մեզ եկել են ուզում են անպայման մի բան ասեն, էլի։ Ասի ոչ, դուք շատ սխալ եք մտածում, ասի։ Ռեստորանում նստած, այդպես այդ ջահելներին ես խոսում եմ։ Ասում եմ դուք շատ սխալ եք մտածում, որ դուք մտածում եք մենք էլ բանի գործ չունենք, եկել ենք պետք է անպայման խոսանք, կամ խոսալու տեղ չունենք, կամ մենք գործ չունենք, եկել ենք ձեզի անհանգստացնենք։ Ասի մի հատ օրինակ ես ձեզի ասեմ, էլի։ Ասի եթե դու նստած ես միտեղ եւ դու նայում ես մի հատ կույր գալիս է փոսի վրա ուղիղ եւ փայտով հազիվ sense քայլելով գալու է որ պետք է գնի փոսը։ Դու ինչ կանեք։ Ասեց ոչ ինչ կանենք, գորամ, կետան վազելով կբրտեմ ենք ում չգնի անդաս փոսը։ Ասի լսի, հենց հիմա ես այդ եմ անում։ Ես հենց հիմա այդ եմ անում։ Բայց ես ցեզի բեսա բարձր կոկորտովս մեկ պետք է գորամ, ասեմ զգուշ եղեք, ձեր դիմացը մեծ փոս կա, դուք այդ փոսը չեք տեսնում։ Բացի ես ոչ կլինի, ասի լպատկերացրեք, ես նայեմ ու ձեն չանեմ։ Ինքը եկավ ու գնամա փոսը, ձեն չեմ անում։ Ասում եմ էդի լուրջ կլինի, ասենք ես ճիշտ կվարվեմ։ Աչի ասում են, դու սխալ կվարվես։ Ասում եմ դե հիմի ես ձեր դիմացը մեծ փոս եմ տենում։ Հիմի դուք ո՞նց եք մտածում, արժե ձեզի ասել իրականությունը, թե չարժե։ Ժողովուրդ, իրական Հիսուսի գալը մոտ է, չէ՞։ Մենք ով կա, որ ասենք կասկածում է։ Ով կա, որ կասկածում է, որ Հիսուսը հարություն արել։ Ով կա, որ կասկածում է Հիսուսը, որ այստեղ ներկա է։ Ով կա, որ կասկածում է այս Աստծո խոսքը հեքիաթ է։ Առասպել է, հա։ Ժողովուրդ, եկեք ես այսօր խնդրում եմ ձեզ, որ մենք մեզանից սկսենք։ Մենք արթնանանք, եթե դու արթնացար, հաստատ կողքիդ հարևանը կասի այ մոտ, այս մարդը փոխվավ, ինչ է, մի բան եղել է այս մարդուն։ Եկավ այցելեց, ինձ մի հատ բան բերեց երեխուս համար,
Գործը անում եկավ ձերցս այդ բանը վերցրեց օգնում անձի։ Այն որ ինչ եղավ, այս հավատացյալները երևի դզվել են, կարգին Հիսուսին ներկայացնում են արդեն։ Ժողովուրդ, իրոք պետք է արթնանանք, ես ձեզ ասեմ։ Եթե դու ուզում ես, որ իմիստը դադար տեղեր չլինի, ինչքան հարևան, բարեկամ, ընկեր, հարազատ ունես, ես այդ 7 քայլերի մասին մի փոքր ուզում եմ ես կանգ առնեմ, 7 քայլեր կա, որ մենք այդ մասին պետք է զրուցենք 7 քայլեր։ Նայեք տեսեք, ես բանկում եմ աշխատում եւ ամեն անգամ էկրանը որ բացում եմ, այնտեղ գրվում է 7 քայլերը։ Եվ հետաքրքիր է 7 քայլեր է գրած։ Եվ մի օր իմ միտքը Տերը բացեց։ Ասեց տղա ջան, դու չես տենում օրական ինչ ես կարդում։ Եվ հետաքրքիր է, ես իմ ներսով ես ասի Տեր, բայց ես աշխարհիկ բան եմ ես տենում, ինչ կա ստեղ 7 քայլերը, աշխարհի, ասենք մեծ, ասենք իմաստուն մարդիկ, իրանց խորհուրդը աշխարհի հավաքվել են եւ 7 քայլեր են գրել։ 7 քայլերը թե մարդուն ոնց շահես, որ քո հաճախորդը դառնա այս մարդը, հասկանում եք ինչ եմ ասում։ Եվ ես նայելով հասկացա մի բան, Տերը ինձ հասկացրեց, նայեք, առաջին այնտեղ գրեմ հա, որ քո կոնտակտը պետք է հաստատվի, կոնտակտը։ Այսինքն այդ մարդու հետ ջերմություն, դու ոնց կարաս այդ մարդուն շահես։ Դուք պատկերացրեք, ռեստորաններն էլ, որ ռեստորան են, հետո նստում ես, գլխի վերևը մի հոգի կայնած է։ Ասում է, ինչ եք ուզում։ Ոյ քեզի բան։ Հələ տես ինչ ասում։ Ասում եմ, ձերս երկարեմ կվերցնեմ։ Ասում է, դու հանգիստ նստի, ասա ինչ ես ուզում, ես քեզի ստեղ հիմի ինչ պետք է ասա դու ինձի։ Ինչ լսնեմ խմես։ Հասկանում եք ինչ են անում։ Նայեք տեսեք, բանկերում ինչ է, հետաքրքիր է, իրանք ամեն ինչ անում են, սիրելիներ։ Իրոք շատ իրանք իրանց համար անում են, ճիշտ է, շատ իրանց գործն է դա, որ իրանք ուզում են մարդկանց շահեն, այո։ Ոմանց իրոք իրանց գործերի համար, որ ասենք բիզնես ունի, ավելի լավ բիզնես ունենա, ճիշտ ասենց, իրանց, բայց ամեն մարդ չէ ասում, չէ մասին է, չէ մտածում, վերջը, չէ։ Հիմի ստեղ ամբողջ խնդիրը ես ինչի համար եմ ուզում ասեմ, սիրելիներ, ժամանակն եկել է, որ մենք էլ երկնքի փրկության համար, դու ոնց ես հանգիստ քնեմ տունել, որ ընդեղ քո հարևանը մեռնելու վրա է։ Այո, մեռնելու վրա, միակ չես ասում, այդամ երկնքի ճանապարհը գոնե ցույց տամ ես մարդուն։ Գոնե հասարակած փրկություն, այդամ ասեմ երկնքի ճանապարհը, լսի եւ հարևան ջան, սես բան կա, զգուշ եղի էլի։ Եմի որ քո հետ մի բան որելնի, ամենք ոնց ասում պատասխան տան։ Ես ճիշտ ասած իմ հարևանը վատացել էր, կարել են ստենտ էին դրել սրտին։ Ես ճիշտ ասած շատ գնացի եւ հարցակցս նեղվելով իրան ասի, այդ տղա, մի կարող անցի խայտարական ես։ Ասեց ինչ ա եղել։ Ասի, լսի, բա որ քեզի մի բան ելներ։ Ես ինչ պետք է ասում պատասխան տայի։ Հմիսան հարևաններով ասում են, «Սե տնես ինչ ասում»։ Զարմացել են էլի, անում, զարմացել են, իրոք զարմացել են։ Այ ինչ ա եղել, սե տուր ասել, ինչ ա եղել։ Ասում եմ, լսի, եթե ես մարդուն մի բան որ լներ, մի տուն են կողմ ապրում։ Ես ինձ չէի ների։ Որովհետև ես հասկանում եմ մի բան, որ այս մարդը հանկարծամահ որ լիներ, ես ինձ կմեղադրեի, կասեի, ինչ հավատացյալ ես դու, այդ տղա, դու հավատացյալ կոչվելու իրավունք չունես, որովհետև այդքան ժամանակ դու աշխատանք տարար ես մարդու հետ, հասկանում եք, ես ինձնից վախեցա, որպես երկրի վրա դեսպան, այո, ես ասում եմ, ես վախեցա, ու ես իրան լուրջ ասի նայ տես, ասի ես քեզ երկրի ճանապարհը մանրակրկիտ ցույց կտամ, դու գիտես, կապաշխարես, չես ապաշխարի, դու գիտես, բայց մենք ուզում ենք որ դուք ապաշխարեք, որտեղ կյանքը էս չի որ մենք տենում ենք, կյանքը հոգու մեջ է, սիրելի քույր եղբայրներ ջան։ Եվ մենք պետքա ջանք անենք, հնարքներ փնտրենք, որպեսզի ինչ լինի, հնարքներ փնտրենք, որպեսզի մարդը ինչ անի, սիրելի քույր եղբայրներ, որ ապաշխարեն, լուրջ ապաշխարեն։ Ուրեմն կարդում եմ երկրորդ Թագավորաց 14:14 Քանզի մենք անշուշտ պիտի մեռնենք ու գիտենք թափված ջուրի կնմանվենք,
որ մեկ մնալ ասում եմ մեկտեղ չի հավաքվի ջուրը որ թափես գետնի վրա մի վետրո ջուրը լցեցիր կարաս հավաքես կարաս չես կարա հավաքես հողի վրա որ լցեցիր որտեղից կհավաքես միջև դու ուզենաս մի բան տենաս չես չինի ջուրը կմնա Աստված մարդու հոգին չառներ ապա միջոցներ կհնարե ասում եմ միջոցներ կհնարե որպեսզի ակսորվածը իր մե ակսորված չմնա այսինքն այստեղ ինչ նախնդիր է սիրելի քույր եղբայր ես հիշում եմ մի անձնավորություն կար ինքը շատ տենց շատերին օգնում էր ինքան շատ էր օգնում անձամբ ինձի օգնել է ինքը մեծ խանութ ուներ բոլորին օգնում էր բոլորին անձամբ ինձի օգնել ասեմ ձեզի իր մահվան ժամանակ մի հատ բան ասեմ ինչ ասեմ կարաք ասեք ասում եմ ես ինքան եմ ափսոսում որ ես ավելին չարեցի ասում եմ ես ավելին կարեի անեի բայց ես չարեցի ավելին ասում եմ ես ինքան եմ ափսոսում որ ինչքան բաներից ես զրկվեցի գիտեք մահվան ժամանակ ասեմ մահվան ժամանակ այդ քույրիկը բայց ժողովուրդ դուք չեք պատկերացնի ինքը ինչքան է մարդկանց օգնել դուք չեք պատկերացնի ինչքան է մարդկանց օգնել ես ուղղակի սարսափեցի ասի ոնց ախր այդ քույրիկը դες բան ոնց կարար ասել ես իմացածով ինքը ինչքան է արել բոլորին հասել վերջս են շատ բայց փաստորեն արի ուտես որ ինքը վերջում ինչ ասեմ դու փոշմանել է որ չի արել էլ ինք ասում է ինչքան ես կարայի անել բայց ես ինչ եղավ ասում է ես ասում եմ փոշմանում եմ իմ չարածի համար փոշմանում եմ եւ ես շատ զգաստացա որովհետեւ գիտե ինքը շատ էր արել պատկերացնում եք հիմի շատ կարևոր է սիրելիներ որ մենք արթնանանք մենք արթնանանք մեր տեղից չէ նա զարթնենք ասենք այ մարդ իսկականից այ քեզի բան ես ինչա տեղի ունենամ ես ինչ եղավ ոնց անենք այսօրվանից մենք ինչ անենք արթնանալա պետք մեզի մենք պետք է մեր քներից ելնենք ժողովուրդ այս մեր հայ ազգը մեղք են այս ազգերը մեղք են իրանք հասկանում եք մենք ունենք այդ հնարավորությունը ասելու մենք ունենք այդ հնարավորությունը այո երկիկի ճանապարհը ցույց տալու բայց ինչն է պատճառը հետաքրքիր է ինչն է պատճառը խիենք մենք քնել ես խնդրում եմ ձեզ այո դուք քայլեր արեք շատ սիրեք Տիրոջը ամուր գրկեք Տիրոջ ոտերը մի թողեք կարդացեք ավետարանը կարդանք ինձանից ես ինձ եմ ասում ժողովուրդ ինձ եմ ասում իմ բոլորս մենք պետք է Տիրոջ այո կամքը կատարենք թե չկատարենք գիտեք շատ կարևոր է այս խնդիրը ես կարդում եմ Ղուկաս 14-ի 23-ից ուշադիր լսեք խնդրում եմ Տեր եսավ ծառային ելիր ճամփաներն ու ցանկերը եւ գտածներդ անգամ գրածա ստիպե գիտեք ինչ է նշանակում ստիպեն որ հոս մտներ գրածա ստիպե գրածա ժողովուրդ ջան դերած ասते ես չեմ ասում ուրեմն նայեք տեսեք որ հոս մտնեն որպեսզի տունս լեցվի գրածա Քանզի կսեմ ձեզի այն հրավիրվածներեն մեկն իմ ընթրիքս համար պիտի չարնի, վերջը։ Հիմի ստեղ ստիպել է, նայեք տեսեք ինչն է խնդիրը, խիա գրած ստիպ է։ Ես ուզում եմ ձեզի հարց տամ, խիա գրած ստիպ է։ Ես ձեզի ասեմ, որովհետև փոսը այդ մարդիկ չեն տենում, փոսը դու ես տենում, այդ մարդը չի տենում փոսը, այդ մարդը գալիս է ուղիղ փոսին, ինքը չի տենում, մեր եղբայրների հետ Հյուսային Պողոտայում ավետարանչություն էինք անում, այս եղբայրը ինձ գիտեք ինչ ասեց, ասեց Սետու ջան, դե լավ դե էլի շատ է սա եղբայր ջան, տենց բռնում չես թողում, հասի բա ինչ անեմ, ասում եմ շատ ես էլի, ասում եմ նենց էլ ստիպողական ես անում, ասում եմ այո, գրածա, բա ես ինչ անեմ, ես տելում եմ այդ մարդը կույր է, գալում է փոսի վրա, ես ոնց կարամ ասեմ, այ մարդ հերուկը նայել է, որ դու շարջ ես,
Հերլի դեմը փոսա էլի։ Ժողովուրդ ասեմ ձեզի։ Ուրեմն Լուսյան Պողոտային, որ մենք ելանք ավետարանչության, վերջնում է գիրքը, սենց ժպիտով արել ձեզ, մի րոպե կարելի է ձեզ խնդրում եմ բրոշուրա գիրքը ինչ եք ուզում։ Ու այն մարդ հեռու գնա, սենց բանամեթում էին։ Մեզի բանի տեղ չէին գնում։ Զանգեցի էքստրեն մենք վիզը ունենք, էքստրենի ջոկատ ունենք, դենց հոգևոր քույրիկ եղբայրներ ունենք, հատուկ աղոթողներ։ Զանգեցի ասի, ստեղ ոնց որ չի ստացվում, ասի, մի հատ դե աղոթ կարեք, ասի, աղոթ կարեք երկնքից նա ինչ անենք։ Այս մարդիկ շատ էլ իրաց պետք է նա, թե մենք ով ենք, գիտեն թե մենք Եհովայի վկաներ ենք կամ եսին ով ենք, էլի իրանց վերջը։ Էլի ոնց անենք այ մարդ, ցես չի լինի, գնացել ենք այլն ենք, եղբայրներով նա մենք մարդկանց լիքը մարդիկ են, այդեմ գալը, այ մարդ ինչ անենք, լավ։ Վերջը, ասեցի լեզ աղոթ կարեք, եղբայրներ ջան, քուրեր ջան, ասի աղոթ կարեք, տենանք ստեղ այս մարդիկ սենց ուր են քայլում, ուր են էթեմ, հենց ուղիղ այդ փոսի վրա, մի այդ փոսին մոց անենք, որ ցույց տանք փոսը։ Վերջը, աղոթ եղավ եւ երկնքից մի հատ զորություն իջավ, երկնքից իրոք եմ ասում, զորություն իջավ։ Ուրեմն պատկերացրեք ինքան զորություն այ չէ, որ չգիտեք այդ զորությունը որտեղ վատնենք այ մարդ, ես ինչ եղանք մենք։ Նոր ինչ էինք, եւ ինչ դառանք։ Այ քեզի բան։ Եվ սենց շարքով մարդիկ են ասնում եւ սենց սուրբ ոգով լեցված այն զորությունը, որ չգիտենք որտեղ վատնենք, լիքը տեղ կա վատնել, վերևում է։ Սա այդ քայլողներին պետք է մի բան ասեմ, չէ։ Ուրեմն ժողովուրդ, ընդդուք այն աստիճան, որ պատկերացրեք, ելնում ենք, կայնում ենք, դեմներ ասում ենք, կանգնեք, կանգնեք, ցես կայնում են, իմ ասես, ինչ աղբեր ջան, ձեզի բանն ենք ասելու, ուր եք եթեմ, չեմ ասում դեմներ փոսկա, հələ շուշուտ չեմ ասում, էլի, ուր եք եթեմ դուք, ասում հեչ քայլում ենք ստե, դուք չգիտեք ուր եք եթեմ, ուր եք քայլում, արեք ձեզի բան կասելու, պատկերացրեք մի 5 հոգի, 10 հոգի, մի անգամից ասում եղբայրներ իրանց հələ ցույց տվեք, էլի, ասեք ինչա պետք իրանց։ Խելոք գալում են, գիտեն թե դերի քննիչ եմ ես, չգիտեմ, ինչ են իրանք, իմանում ես չգիտեմ։ Ուսեմ էլ հասկանում իրանք խեն, խելոք հնազանդվում։ Քանի որ Սուրբ Ոգին ալելի է Տիրոջը։ Քանի որ Սուրբ Ոգին է մերեց, Սուրբ Ոգին է առաջնորդում, Սուրբ Ոգին է խոսում, բայց մենք էլ հասկանում ենք, որ դա մարդկային բան չի արդեն։ Սուրբ Ոգին իրանց կանգնեցնում ասում, այսօր եք այդ փոսի, այդ մեկ ուղիղ այդ փոսա։ Չէ, արեք ես կողմ, արեք հեսա կիմանաք, ինչա տեղի ունենամ։ Եվ ասում եմ, ես եղբայրն ասում էր, այ աղբեր, ոտի չի, այ աղբեր ջան։ Ոնց որ ստիպում ես մարդկանց։ Ասում եմ, լսի, ես вообще կապ չունեմ ստեղ։ Դու Տիրոջը ասա, Տերն է իմ միջոցով անողը, այդքան ընկար հետևներից ոչ մեկը չնայի քո ձեռիդ։ Էլի դու չես ուզում, որ այդ մեն էլ շատ լիքը մարդկանց եմ ելնում կայնստեմ, ասում եմ, լարեք ստե։ Իմի նայեք տեսեք, ես ինչ եմ ուզում ասեմ, սիրելներ, ժամանակներն եկել, օրինակ ինձ մոտիկացել են, գիտեք ինչ են ասել։ Ինձ մոտիկացավ մեկը ասեց կներես, որ հավատքի չեմ գալու, էլի կներես։ Ասի, արդեն մեր ժամանակն է արդեն, մենք ենք ձեզի արդեն սկսել արդեն ասել, էլի, հալածել է ոնց ուրա։ Այո, հալածելը մի քիչ կոպիտ եմ ասում, հալածելը որն է։ Մենք պետք է ասենք իրականությունը։ Եվ Տերը ձեր կարծիքով ստե ամենաթույլ տկար եղբոր հետ չի գործի, հələ փորձիլ է դու հատուկ էլի Տիրոջ գործին, տես Տերը ոնց է քո հետ գործելու։ Հատուկ։ Գիտեք մենք ոնց ենք, մենք ասում ենք կետամ բարեկամից տուն կետամ լավ, հələ խոսամ, տենամ ինձ գլսի թե չէ։ Չէ, Տերը դες չի ուզում։ Տերը ասում է դու հատուկ ծրագիր ունես, դու քանի անգամ որ խմեք, Տիրոջ մահը ինչ անեք, պատմեք թե չէ։ Եվ այստեղ Աստված ամեն կողմից քեզի հուշում է, ասում է, մի հատ զարթնի էլի, մի հատ զարթնի, մի հատ տես կողքերդ ինչա տեղի ունենում։ Ես ուզում եմ առաջ անցնենք, նայեք տեսեք։ Ես ժամանակ ունենք, չէ, փոքրել, հա, թե մի ժամ, չէ, այդքան շատ չի։ Նայեք, ես ձեզի նայեք, մենք գառներին վարչու հովիվներ կան, որ իրոք, ասենք գառը կորավ, էդմա գառան հետևից, վարչու հովիվ է ինքը, էդմա, այմա, չի երևեմ, են կոմանայեմ, չէ, գառը չկա, թող գալեմ ասում, չկա գառը, ես ինչ անեմ, չկա գառը, վարչու հովիվ է, բայց մենք նայում ենք Աստծո խոսքին, հələ տեսնենք Աստված ինչ ասում ես, հələ տեսնենք Աստված ինչ ասում։
Հիսուս այս առակը խոսեցավ անոնց ասելով. ձեզ մե ով է այն մարդը, որ եթե 100 ոչխար ունենա եւ անոնց մե մեկը կորցնցնե, 99-ը չի ձգեր անապատին մեջ ու այն կորցվածին ետևեն երթար։ Ես հələ որ այն տեղը չեմ կարդացել, որ պետք է ես ինչի վրա եմ շեշտը դնեմ։ Մինչև զանիկա գտնե գրածը, հալելույա Տիրոջը։ Մինչև զանիկա գտնե գրածը, մինչև զանիկա, այսինքն խիա գրած, մինչև զանիկա գտնե։ Այսինքն այս հովիվը, վարձու հովիվ չի, ինքը հետում է, ճանք անեմ, դու կարող է մի օր ման գա, չկա, գարը ուր է, բալավ ինչ եղավ, գարը ինչ եղավ, այ մարդ ինչ անենք։ Երկրորդ օրն այլ նման գալու, մինչև գտնե, հիշեք, գտնե, մինչև որ գարանը գտնե, հիշեք, դուք Աստված տենում է մեր սրտերը, Աստված չի տենում, մենք իր ձևի ենք, հեսա ես ձեզի Աստծո խոսքով ուզում եմ ասեմ, մինչև գարանը գտնե, այսինքն մենք գարան հետևից, մենք կա էթալ էլ կա, կա էթալ էլ, ասում է գնացի, որ չի ընդունեմ, ես ինչ անեմ, այ ախպեր ջան, չի ընդունեմ, ես էդ կան ասեցի, ես էլ ինչ անեմ, ասա էլ ինչ անեմ, այս մարդը չի ընդունեմ, ես հիշում եմ, որ մի անգամ եղբայրները մի հատ ինձի հանձնարարություն եղավ էլի, մեր մամիկոն եղբոր կողմից, ես ամեն ինչ արեցի, որ ամեն ինչ և ամիսներով, այսի օրեր ենք մենք ասեմ, բայց ամիսներով ես կազմակերպեցի եղբոր ասածը, որ գետին չընկներ էլի, ասենք այտենց հարգելով և Աստծո է իհարկե ասեմ, բայց հետաքրքիր է ես այդ մարդկանց աշտամունքի եկան այդ մարդիկ և ինչն էր խնդիրը, որ մենք, այո, գարների հետևից մենք գնացինք, որ գարան հետևից, ժողովուրդ, էթալ է պետք, բայց դու ոնց ես էթեմ, դու նպատակակետ ունես, թե դու ուղղակի անցնում ես, ասեցիր ոնց կլինի, վсё, գնացի պրծար, թե ուղղակի անցնում ես, նայեք տեսեք, շատ կարևոր բան եմ ասում, շատ կարևոր, դուք միջև վերջ Տիրոջը սիրող անձիկ, միջև վերջ գարանը փնտրում են, իմացեք, միջև վերջ, ասում է ազատ են զանոնք, որ մերձվելու կտարվին, ու սպանվելու վրա եղողները ազատել են ետնի կենար գրածա, եթե ասեն թե մենք ասիկա չգիտցանք, և մի մարդկա ասում այ մարդ, ես չի իդե, օրինակ մի օր Պավել ախպերը մի հատ քարոզ արեց, մի հատ քույրիկ կար, ելավ ասեց, Պավել ախպեր, բան չի շուտ չէիր ասում, մեզ Պավել ախպերը սուսկայնավ նայեց, ասեց, այ քույրջան, միշտ էլ ասել ենք էլի, միշտ էլ ասել ենք, մի նոր ես դու հասկանում, ես ինչ անում, ասեց, ասել ենք միշտ էլ, ուսեց, խանով գնացել է Պավել ախպերը, ժողովուրդ, ինչքան է ասվել, ինչքան է ասվում, ասում է, ազատ է զանոնք, որ մերձվելու կտարվեն, ու սպանվելու վրա եղողները ազատել են, ետ մի կենար, ետ հնչես կայնում, հնչես դու հետ կայնում, եթե ասեն թե մենք ասիկա չգիցանք, ասրտել քննող է կհասկնա, դու չես կարա, մենք ասում կարանք խապենք, մենք կարանք ասում խապենք, հա, կամ եկը, որ ասում ասի սենց, բայց իր ասրտում ասի սենց, էլի, հա, դենց կա, չգիտի, որ Աստված ձեր սրտի միջի եղածը գիտի, չգիտի, դու ինչ ես մտածում, ու կը հոգի պաշտպանը ինքը գիտե, և ամեն մարդու իր գործին չապովը պիտի ինչ անի, իր գործի չապովը պիտի հատուցանի, դրա համար փառք Տիրոջ է, էլի, ժողովուրդ ջան, մեր երեխեքին, ես մանուկների պատասխանատու եմ եղել երկար տարիներ, երեխեքին մի հատ բան է ասում, մի հատ հարց է տալում, ասում էի, չէի պայմանավորում, հենց մի անգամից հարց է տալում, ասում էի, Հիսուս Քրիստոսին ինչ, փառք միայն, ալելույա, մի նորից եմ հարցել եմ, Հիսուս Քրիստոսին ինչ, սրտանց ասենք փառք էլի, Հիսուսին ինչ, ալելույա Տիրոջը, այո, Հիսուսին փառք միայն, Հիսուսին փառք, մենք Հիսուսին ոչ մի լավ բան չենք կարող տանք, մեր սրտերը և փառավորենք իրան, և ստեղ ես մի տեղ էլ երևի կանգ առնեմ, հա, կներեք, եղբայրս շատ ինձի ժամանակ տվեց, բայց այդ ժամանակը եղբայրներս էլ բան կունենան ասելու, ուրեմն
Ես ուզում եմ սիրելիներ շատ կարևոր է այս օրերի մեջ մենք եթանք չէ գարների հետևից թե չեթանք ես ձեզի մի հատ ուզում եմ նայեք ես ասեմ էլի անկեղծ նայեք տեսեք շատ կարևոր է որ անկեղծ լինենք Աստծո հետ Աստծուն մենք անկեղծ լինենք ինքը դերասան ինքը պարզ տենը մա դու ով ես բայց մենք երբեմն ուզում ենք սենց հասկանում եք ասում է ահա միայն ասիկա գտա թե Աստված մարդը ուղիղ ստեղծեց բայց անոնք շատ հնարքներ փնտրեցին մենք սիրում ենք հնարքներ փնտրելը գիտեք ես այս վերջերս այս աշխարհիկ մարդկանց մեկ բռնում եմ իսկականից չեմ թողում ասում եմ գգաս մեր տուն սենց պաշտամուն կա բան խոսում եմ ասում եմ գգաս դե տենանք ասում եմ հոպ չեղավ նա դատարանի աշխատող կար, այս դատարանի աշխատողին զանգեցի եւ իրան ասեցի ես ուզում եմ որ դուք գաք մեր տուն, հարմար է գաք։ Գիտեք ինքը ինչ ասեց սանկցիաները դեմս հրած է, հեսա դատավորը գալու է եւ այդ սանկցիաները վերջը պետք է մենք աշխատենք էլի, այտենց էլի գործ ենք անում։ Ես իրան հարց տվեցի, ասի հլկներս էլի, ասի Ես չեմ հարցնում սանկցիաների մասին, ես քեզի ուղղակի հարց եմ տալի, դու ուզում ես գաս, թե ոչ, այդքան բան եմ հարցնում։ Ինքը նորից սենց բաներ խոսած, ասի չէ, ասի ոնց որ դու չես ուզում, ասա չեմ ուզում բրծի, աչե ուզում եմ, ասի էդի շատ թույլ է քո ասածը, դու լուրջ ուզում ես, թե եմի չես ուզում, կոնկրետ ես ուզում եմ դու ինձի լուրջ պատասխան տաս, ես իմի քեզի բան ունեմ ասելու, ասի դու ուզում ես Գաս, ասեց, այո ուզում եմ, ասի էդի եղավ, ասի դե իմի մտնում է դատավորը, ներս, և քեզի ասում այդ սանկցիաները դիմիան գնա քո գործին, գգաս, ասեց, հա, դե ասի փարք կաստություն, ասի որ, այտենց պայմանավորվեցինք, հեռախոս անջատի մի րոպե չեր անցել, մի անգամից հետ զանգեց, ասեց, Սեթրակ ջան, դատավորը մտավ ասեց սանկցիաները դիմիան, ես իմի ազատ եմ, արի հետևիցս, ասի ալելույա տիրոջը, Ալելույա տիրոջը, ալելույա տիրոջը։ Մեր Աստված կենդանի է, ժողովուրդ ջան։ Գնացել եմ, ուրեմն 5 րոպե ամնացել պաշտամունքին։ Ես մտել եմ, մի սենց նեղվում եմ, ասում եմ քուր ջան, այդքան պաշտամունքի ժամանակ չունենք այս մարդուն բացատրենք շատ բաներ էլի։ Ասում եմ կներես էլի կարաս շուտ այդքան մեր տուն բան, ինքը տենց բաներ է խոսում։ Սենց խոսքի մեջ ասի, սենց խոսքի մեջ ասի հիմի ուզում ես ասեմ որ լույսը սենց խոսքի մեջ է ասում էլի ես կոնկրետ այդպես բան ասեցի ասի լույսը հանգի մեկ լույսերը հանգցրեցին ես զարմացած նայեց դեմքիս նայեց շտեպցելի այդ բանը ասեց ոնց խոսքը բերանիդ լույսը հանգավ ասի Աստված քո սրտի հետ խոսում է մենք ժամանակ չունենք շատ քեզի բաներ պատմելու դու հավաքվի այդանք պաշտամունքի ասի ուզում ես որ ասեմ լույսը վառվի եւ լույսը վառվավ Պատկերացնում եք։ Հանք Հիսուս Քրիստոսին։ Ես անողնով Աստված, չէ։ Եվ ասեց երեխեք շորիներիդ հավաքեք, շուտ արեք, հավաքեք շորիներիդ, հագնում եք, եթում եք պաշտամունքի։ Եվ այդ մինագով կարար աներ։ Ես դա չէի կարա բացատրել Հիսուսն ինչ արել քո կյանքում։ Ես շատ ժամանակ չունեմ, 5 րոպե էր մնում, ես չէի կարա դեղ մնալ։ Եվ հետաքրքիրն էր ով որ ինձ իդեղ տարել էր, իրանց քերին էր, եւ այդ քերին ուղղակի sense ապշած մնաց, ասեց Ոյսետո մենք էլ գիտենք թե պետք է մի երկու ժամ խոսաս, չգիտեմ ինչ ասես, ասի չի ասեց Սուրբ Հոգու արածը մենք կյանքում չենք կարող անենք։ Վերջը նստանք եկանք պաշտամունքի մի հատ օրհնյալ պաշտամունք էլ եղավ։ Հիմա դրա համար Հիսուսին ինչ? Այ փարտիրոջը լավ էր։ Այսի արդեն շատ լավ եղավ։ Նայեք ես ուրեմն կարդում եմ Ժողովող 9-րդ գլուխ 9-ից ոտ այս հատվածից վասնզի այս կյանքի մեջ քու բաժինդ ասիկա է արևոն տակ ժողովող ասի չէ հա արևոն տակ կատարած աշխատանք հետ ձերքդ ինչ որ գտնե անելու բոլոր ուժը տեղի գրածա ձերքդ ինչ որ գտնում անելու բոլոր ուժովդ ինչքան ուժ ունես ինչ հնարավորություն ունես Ուրեմն գիշերվա քանիսներ ժամի 11-ներ 12-ներ դուրը ծեծեցին։ Գիտեք որտեղ էի կարդում։
Որոնց ասում որ թե իր գունը մեկը գա այսինչ բանը կոզի մի ասա գնա վաղարի որ իրան հա ուրեմն հենց այդ է կարդում դուրը ծեծեցին ժողովուրդ ջան ուրեմն որ հելադուր ճիշտ ասած ասի հա ինչ կա ժամին ինչ ա եղել բան ասեց ախպերս ինձ այսքան փող ա պետք է կարաս այդ փողը տաս ես էլ այդ տեղը կարդում եմ պատկերացնես հենց այդ կարդալուց ինքը դուրը ծեծեց ուրեմն սենց ուրախած ասի ինչ լավ եղավ ասի կայնի ժողովուրդ այնքան փող ուզեց ինչքան որ իմ ջեբս կար հավատում եք գնացի այդ փողը բերեցի ասի ես շնորհակալ եմ որ ես ժամին եկար եւ ես փողը ուզեցի ախպեր ջան ես քեզի կարաս չբերես ես փողը զարմացավ ասից հո Ես ինչ ա եղես հետո ասի որտեվ իմ աստվածը կենթանի հալելույա ինքն էլ անհավատ մարդ է հասկանում եք ինչ եմ ասում ասում պետք է մենք իրա սրտով լնենք էլի ժողովուրդ ջան եթե իրա սրտով մենք չեղանք մենք ինչ ենք մենք հավատացյալ կլինենք բայց ոչ հոգևոր շատ կարևոր է այս օրերը մենք զարթնենք արթնանանք եւ իրոք մենք էլ բոլորին ասենք զարթնեք քնած մարդը կարա քնածին ասի էլի քնած մարդը էլ իր այդ դուրս երկուսով իրար հետ նույն ճապեք է տան բայց если որ զարթնել եք ասի օրա լսի օրա զարթնի հոգևոր բան եմ ասում զարթնի չէ թե կասի քնի քնածը կասի նայեք բոլոր ուժովդ ասում արեք, քանզի գերեզմանիդ մեջ գործ, խորհուրդ, գիտություն ու իմաստություն չկա։ Մեռան ինչ պետք է անես։ Մեռնելու ժամանակ պետք է մինակ ասես արաբոց եմ, փոշմանել, լեն օրը պետք է հուրատեր ջան, ոտներ ընձի տուր այդ ամեն հարցը գլուծեմ, այն է գլուծեմ։ Բայց ուշ արդեն, դու արդեն չկաս, պարկած ես, մեռած ես արդեն, հասկանում ես։ Մի դրամար եմ ասում, ժողովուրդ ջան, ընձի ներող կլնի, կարող է մի քիչ ուրիշ ասեմ, մի քիչ նենց բան, բայց ես իրականություն է, մենք պետք է արթնանանք, ժողովուրդ ջան, մենք պետք է արթնանանք, կարդանք ավետարանը, Աստծո խոսքը ամուր բռնենք, եւ Աստծո խոսքով մենք շարժվենք, ժողովուրդ ջան, էսա մենք ուրիշ ճամփա չունենք, այս չար աշխարհը, գիտեք, չար աշխարհը, հազար ու մի տեսակ խնդիրներով, հազար ու մի տեսակ հարցերով Հազար ու կողերդ հասկային ես, հաստատ մի հատ կողիս հարևանը բավան վրա էր, դեն ծավրից չհայնանում էր, ասում էր լարիլ, հետմ կայնում է ճանջի պետով, ասում էր ֆրալը, խպում էր հետևից, ասում է, ինչի, ասում էր ընձի ծարավ թողեցիր, ընձի սոված թողեցիր, ընձի սենց, ասում էր ընձի սենց ընջիկը թողան, այդ տղա ջան, արի մի ասու խոսա, բան, ես չես տնեմ, ճամպայում ենք, ես մերնում եմ, իրոք ինքը մահվան վրա էր, Ես իրան մի հատ բան սովորեցրեցի, ասի տատի լսի, քեզի մի հատ բան սովորեցնեմ, էլ դու հույսը չդնես իմ վրա էլի։ Ասի նայի, դու կակրած դեմքդ նայում ա դռանը։ Դռնից ով որ մտնում ա ներս, դու արդեն պետք է իմանաս ով ա եկել եւ ինչ ա բերել քեզի։ Կլինի քո հալալ քույրիկը, եթե ինքը ասում չի ճանաչում, հաստատ իմացի քեզի այն փրկչոդն այցելում։ Ոչ թե Այդ իրականում բան եմ ասում ես ցեզի։ Հաստատ պետք է աշխարհից խոսա։ Պետք է կոներսը կան քանդու քարապանի, իր ներսը ինչ կա որ ինչ պետք է տա քեզի։ Ժողովուրդ այդ մարդը ինչ ունի։ Հիսուս չունի, Հիսուս ինչի բերե հետը։ Այդ խեղ հիվանդի կողը նստի, այդ հիվանդը ավելի կծաներնա, չէ՞, իքա մարդը դա ասում է, գիտես, սենց մեր հողերն առանց սենց վերջն տեղ եկան մեկին սպանեցին, սենց լիքը բաներ, չի ինչ պետք է պատմի։ Այդ խեղճի հալը ինչ կլինի, առանց այդ Եմի ամբողջ խնդիրը ստեղ գիտեք ինչն է, որ ես ասին այդ ես, ուշադիր եղի, եթե մեկը մտնում է դու իմացի, ով է մտնողը, քրիստոնյա է, մի հատ դիմավորի ասա տեր փարքեզի ես իրոք, հեսա կօրտնվեմ, ուրիշ մեկը գալում է, իրան զգույշ եղի, այ մարդ, դու իրան ասա, գալում է դու իրան ասա, այ մարդ, զգույշ եղեք, ինչ գործ ունեք այդ մարդկան, վերջը, դու պետքա քո քեզի պահես Այո, այս շարից փորձանքից, այդ փոսից հեռու մնացեք։ Հիմա դրա համար սիրելիներ, Աստված օրհնի ձեզի։ Ես ուզում եմ ոնց որ թե վերջացնեմ, բայց կուզեմ որ մենք ամեն մեկս այս վերջինն եմ ուզում կարդամ ողջ Երեմիայում, ուրեմն երկրորդ գլխի 18-19 կարդամ, չէ՞։ Ասում անոնց սիրտը Տիրոջը աղաղակեց, ով Սիոնի աղջկան Պարիսպ,
Ցորեկ ու գիշեր հեղեղի պես արդյունք հոսեցուր։ Քանզի հանգիստ մի տար աչքերու բիբը թող չդատարի, աշկերու բիբը թող չդատարի, ժողովուրդը լսեք ինչ ասում էլի։ Ելիր գիշերով աղաղակե, գիշերվան ասում է, պայերուն սկիզբը, քո սիրտդ ջուրի պես թափե Տիրոջ առաջ, ձերքդ անոր վերցուր ու տղոցը հոգիներուն համար, որոնք փողոցներուն գլուխը անուտություն է կմարին։ Էսի ովքեր պետք է անեն ժողովուրդ, ով պետք է անեն։ Հատուկ ինչ-որ մեկը կա, իրա վրա է էդի, թե ընդհանուր բան է խոսում։ Եվ հետաքրքիր է, եւ ասում է ինչ արա, քո արդյունքը մի բացեցր ասում է, արդյունք թափեք, այս չար օրերի մեջ ենք։ Ինչքան երեխեք ունեք, ինչքան թորներ ունեք, ինչքան խնդիրներ ունեք, ժողովուրդ ջան։ Հələ մի հատ նայեք, էլի զարթնենք, էլի մենք, ինչ եք ասում։ Չզարթնենք վերջը։ Հիմա ամբողջ խնդիրը ստեղ է, որ Սուրբ Հոգին ուզում է, որ մենք բոլորս հասկանանք, որ իրոք արդեն գործի ժամանակն է, մենք պետք է ելնենք մի բանի։ Մենք ելնենք այս Ռաստով մի քանի օր առաջ եմ եկել, Տերը հետս խոսած, Տերը հետս սրտիս հետ խոսած, հետաքրքիր բան ասեց Տերը։ Եվ այնտեղ ինձ սպասողներ կան, պետք է թալվենք հանցագործ աշխարհի այդպես մարդկանց հանդիպելու, ստեղից զանգ եղավ, մենք պետք է թանք այնտեղ իրանց հավաքենք, մեզ պաշտամունք ենք ուզում անենք, բայց երևի դուք իմացաք, այնտեղ եկեղեցիները փակում են արդեն, այնտեղ մարդիկ վերջը վախեցան, ես այնտեղ եմ որ փակեցին առաջինը, եւ ճիշտ ասած, գիտեք, ես ինչ եմ ուզում ասեմ, նայեք, Տերը ինձ մի հատ բան ասեց պատրաստվի եւ նոր գնա։ Ես էլ ասեմ, ինչ անեմ, ինչ պատեր։ Հենաց ինչքան որ մարդիկ կար տեսա, իրանց հետ հաշտվեցի, ինչ խնդիր ունեի, լրիվ լուծեցի ես աշխարհի հետ, կարող է դա եւ հետ չդառնա, գիտեք։ Ընդ մի հատ մեծ պայթուն եղավ, ասի, սաղ նայեցին ինձ ասին, լսիր, ասեցի, հա, բայց ի՞նչը լսի, ինչ եղավ որ։ Ես ինչ եմ ինչ խոսում։ Այդ թրջող անօթաչոին ասում խփեցին օդի մեջ, լսիր։ Ասի ավելի վատ ձեր համար։ Դուք այս վիճակի մեջ ու դուք հանգիստ ապրում եք, էլի։ Շատ լավ ասի։ Դուք ասի ինձ հոգևորեք, որ եթե Տերը որ իրոք իմի վերցնի, դուք պատրաստ եք, հա, պաստորեն։ Հիմի ժողովուրդ ջան, ինքան կարևոր է, որ մենք պատրաստ լինենք։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք պատրաստ լինենք։ Եթե մենք դու պատրաստ չես, նայեք տեսեք ժողովուրդ, ես հետս դոլար եմ բերել, բայց ինքը ինչի համար է դոլար, խինք սենց տպել, ասեմ ձեզի։ Ստեղ հետևը գրեմ է, որ ամբողջ աշխարհը, օրինակ հիմի ստեղ, հենց հիմի մարդիկ շատ կլնեն, հենց մեր մեջ, որ մենք հնգած ենք սրա հետևից, հնգած ենք, այո, $1 միլիոն ունես, կամ $5,000 ունես, ասվես այ մարդ, ես այն դարձնեմ ավելին, ես չգիտեմ, այդ ավելին ուր այդ հալու, չգիտեմ։ Հա, սահման չունի, ապրես, $1 միլիոն, $5 միլիոն ունենաս, ասում արակ, այնից նրանից անցնեմ, դարձնեմ ես կամ։ Այդենց է մարդը, ու սրա հետևից սաղ աշխարհն է հնգած, ժողովուրդ, սաղ աշխարհը հնգած է սրա հետևից։ Դու մեր մեջ, մենք մեզի լնայինք, իրաց չնայինք։ Հիմի նայեք տեսեք, ստեղ ինչ է գրած։ Ինչ կարելի է գնել փողով։ Փողով կարելի է գնել տուն, բայց ոչ ընտանիք։ Մահճակալ, բայց ոչ քուն, չես կարա քնես վրեն։ Ժամացույց, բայց ոչ ժամանակ։ Գիրք, բայց ոչ գիտելիք։ Կերակուր, բայց ոչ ախորժակ։ Պաշտոն, բայց ոչ պատիվ։ Դեղորայք, բայց ոչ առողջություն։ Զարդարանք, բայց ոչ գեղեցկություն։ Հաճույք, բայց ոչ երջանկություն, սրբապատկեր, բայց ոչ փրկություն, եւ այն ամենը ինչ հնարավոր չէ գնել փողով, Հիսուսը տալիս է անվճար, իմացեք։ Հարտիրոջ, Տերը օրհնի։ Նայեք, երեք իմ բարեկամս Ֆրանսիայից զանգել է խոսում ենք։ Նա հետաքրքիր բան ասեց։ Ասեց հետո ստեղ մեր կողքի քաղաքը, մի հատ քաղաք կա, մի հատ տարիքով մարդ կա, դաժե 90 անցա, ինքը սաղ քաղաքի քեսի չադը Իրանն է, սաղ այդ քաղաքը Իրանն է, սաղ առել է։ Ուրեմն ասում է ինքը գալի կայնում, ասում է մի հատ նայում է մի հատ շենքի,
Եվ այդ շենքը դուրը գալիս է էլ հասնելուց, մեքենայով, հասնելուց մեկ էլ նայում ասում, ոյ, ինչ լավ շենք, ինչ սիրուն է։ Տորմուզա տալում, հանում է, նկարում ասում, այն ես էլ ես պետք է ունենամ, ես շատ դուրս եկավ, ես ինչ գեղեցիկ շենք է, ես ինչ լավն է, ու սենց նկարում է, ու ասում է տանում է, այդ հիմա իր օֆիսը, ասում է, երեխեք, լարեք։ Ես մի հատ շենք եմ տեսել, այդ շենքը պետք է գնենք։ Շատ է դուրս եկել, ինքան լավն էր ասում, տեսա դուրս եկավ, նա տեսեք, եսի որ տարածքում է ինչ է, ոնց է, ասում է, ես օֆիս, մի հատ տեսեք ինչ եք անում, իր այդ վերջը մարդկանց, ասում է, օֆիսի իր աշխատողները մեծ, ինքը մեծ հիմնարկություն, մեծ տենց կարողության տեր մարդ է։ Եվ գալում են, հավաքվում են, նայում են, ասում են, եսի մերը նա։ Հասկանում եք։ Ասում են, եսի մերն է, այ շեֆ ջան, դու չես տենե, որ եսի, դու չգիտես, որ եսի մերն է։ Ասում ոնց, էդի իմը նա։ Ձևավորած են ելնեմ, գեղեցկացրած են ելնեմ թեմը, օֆիս է, ասենք ուղարկում են, ասում են մի բան, ուղեք վրեն բան դզեք, եմ ես մարդը անցնում է, շատ է իմանում է, բիծա մարդ է, 90 տարեկան մարդ, հասկանում եք։ Ես խի եմ էցի ասում, ժողովուրդ, աշկը չի կշտանում, այդքան ունեցվածքը, սա քաղաքը իրանն է, պատկերացրես ինքը մանա գալում, նայում է էլի, սենց նայում է, դուրի ինչ գալում է, ասում է, 10 տարի ասում է, այսի մերն է շենք ասում է, շեֆ ջան, դու էդ ինչ ես ասում, էդ ինչ ասեցիր, և ես մարդը, հասկանում եք, շատ կարևոր է, որ այս չար օրերի մեջ, սիրելի քույր եղբայրներ, մենք լրջանանք և ասենք, Տեր Հիսուս, այո, այն որ դու մեզի տվել ես, դու ավելին ես մեզի տվել, այն օրը մեր եղբայրներից մեկը պատմել, ասում էր, կարատից էր խոսում, բրնյանտի քարերից, մենք ոսկերի չենք, մեզի տենց մի հատ բան արեցին, ասեցին, որ սենց, ասում է, պատկերացրեք, երկնքում, էդի պատկերացրեք քու տուն էդ, պատկերացրեք մի հատ մեծ բրնյանտի քարից մի հատ դուռա, կամ չգիտեմ, սենց լիքը բաներ էր պատմում, և ես շատ ուրախացա, ասում եմ, այո, եսի Երանի թե հետո մենք էլ կանեք հասկանանք, մենք սկի չենք հասկանում, մենք քնած մարդիկս, մենք ոնց կարանք եթանք մեկին ասենք զարթնի։ Ժողովուրդ շատ կարևոր, այո, շատ դժվար և օրեր ենք ապրում, եկեք մենք արթնանանք, եկեք մենք, այո, մենք եթանք և զղջանք չարածի համար, և քրոջս երեխեքը ինչ են, ամեն ինչ անում են, այդ իրանց տատին խոստովանվում է, նոր ինքը ննջում հասկանում եք, ամեն ինչ են անում, ուրեմ ինքը քրոջս երեխեքն են, պատկերացրեք ինչ է տեղի ունենում, այդ տատին իմ մորս չեր սիրում, իմ մերս հավատքի մեջ էր, ինքն էլ հավատքի մեջ չէր ինքը էլի, տենց լսում էր բան, թեթև տենց ուզում էր յանիմ, ուզում էր բան, բայց թե ինքը լուրջ չէր ապաշխարում, և պատկերացրեք ինչ ալնեմ, ասում ակ եթակ, ուրեմ, ձեր են մյուս տատին կասեք, որ ես իրան ատել եմ, ասում ա, շատ ահավոր ձևի ատել եմ, բայց չէ իմանում, խի եմ ես ատեմ, ուղղակի, որ դուք իրան շատ եք սիրեմ, ընձի չեք սիրեմ, ես ահավոր ատեմ էի, ասում էդ ոնց եղավ, են տատին այդքան լավն է, մենք այդքան վատն ենք, հա, և ինչ եղավ, պատկերացնում եք ժողովուրդ ջան, ես ձեզի մի հատ բան ասեմ, նայեք, մենք երբեմն, նայում ասում ենք, այ մարդ, եսի են մարդն է, եսի են, սենց, այ մարդ, այդ մարդը կարա փոխվի, դու այդ տենց մի տեսելի, դու տես այրան, Հիսուսի այրան հետքերը իրա վրայա, հասկանում եք, դու կտես մի նայեք, հասկանում եք, դուք իրա հետևից գնացեք, դուք տեսեք այդ մարդը ոնց է փոխվելու, հասկանում եք, ոնց կփոխվի, եթե դու վերաբերմունք շնորհքը լթողել էլի, գնա մի հատ շնորհ կարա թող անցի արի, հետո մի հատ բան ասեմ, ամեն ինչ խոսալով չի, օրինակ ես չեմ խոսում, միջև Սուրբ Հոգին ինձ չասի, ես չի խոսամ, որ խոսալով չի, ժողովուրդ ջան, դուք գիտեք թե ամեն ինչը խոսալով, խոսալով չի, ես հեսա միտեղ ուզում եմ նայեմ, նայեք տեսեք, ես ձեզի մի բան եմ ուզում սովորեցնեմ, որ շատ կարևոր է, նայեք, խոսալով մարդուն, դու ավելի շատ կարող է վանես, այդ մարդը հոգնծնես, մի օր էլ ասի, այ մարդ, ես ինչ արեց ես իմ գլուխս, ես ինչ է այսքան խոսած, ասվածի հոգնծրես, մարդիկ նայում են, հոգնում են արդեն մեզանից, ինչի համար են հոգնում, որովհետև խոսքով չի, գործով է, հասկանում եք, գործ ցույց տուր, գործը ցույց տուր անցի գնայ մարդ քեզով է բանացում, լավ գործ ցույց տուր,
Նա շնորհք վերաբերմունք, օրինակ մեր բանկում դա աղջիկ էր, աշխատում նոր եկել էր, նոր ասենք նոր էր ընդունել, ես իրան ոնց խոսայի, չէ, դա ինքը էլ պատճառավոր էր, դες նստած աշխատում էր, էլի։ Սենց այդ մի թակուն միացնիկ էր, շոտ դնվի ասում էսի քո համար չի, ուկուի համար է, ու թողում է դմեի, ըհը քեզի քարոզ, ամենաուժեղ քարոզը, իրան ինչ ասե, որ ինքը նստեր ընձի լսեր, պատկերացնում եք ինչ եմ ասում, ամեն մեկին իրա ձևով, վերաբերմունք, ջերմություն, 7 քայլերի առաջի քայլն է, դու այդ մարդուն սիրտը շահի, ես ձեզի մի հատ էլ բան ասեմ, ուրեմն ես ձեզի մի հատ բան ասեմ, ուրեմն ես ասենք մեր գործի տեղը որ գալում է մի հոգի այտենց անց ասում են հելի եսի անտերա գնա հետևից արդեն գիտեն որ այտենց մարդկանց հետևից ես հետում եմ էլի ասում են անտեր մարդ է եկել չգիտի ինչ անի էլի գնա հետևից տես ինչ ա ուզում գործից տեղը անցի այտենց ասում են գնա նա կորած գարան հետևից գնա ասեց էլի նայք տեսեք ժողովուրդ իրոք մենք պետք է աղ եւ լույս լինենք եթե աղ եւ լույս չես չէ որ աղ եւ լույս չես է բարձան դեռ կարող է ես ինչ ես ուրեմն ինչ ես եւ եթե մենք այդ մարդկանց հետևից ինչքան նայք տեսեք մեր հաճախորդներին մեր բանկի հաճախորդներին պատկերացրեք մի հատ անձնավորություն կար ինքը ուրեմն բանը Երուսաղեմում սովորած էր իր տղեն Երուսաղեմի քահանա իր տղեն Երուսաղեմի սովորած, տենց կրթված, տենց բան, բայց ես իրան մի օր գիտես ինձ զանգի ասի լսի պատրաստվի տեղ եմ տանում հետս ասեց հարց չկա չասեց էլ ուր ասեց ես պատրաստվում եմ արի հետևիցս գնացի նստեցրի մեքենա չեմ ասում ուր եմ տանում ես չեմ ասում ես այնքան վստահություն ունեմ իր մոտ որ իր այդ քահանա տղեն զանգում ասում է պա ուր ես ասում է ես սետրագի հետ եմ ընդերից նորից հարցում է ուր ես այդ էլ ավել հարցեր մի տուր սետրագի հետ եմ հասկանում եք ինչ եմ ասում եւ իրան բերեցի պաշտամունքի եկավ նստավ ասեց սետ ունեց հանգստացա ասեց դեպ չէ մյուս անգամ էլ գքաս մյուս անգամ ընդուպ այն աշան որ այնքան վստահություն է ես ձեռք բերել իր մոտ ես իրանցքի չասեցի ուր եմ տանում այսինքն այդ առաջի քայլը ջերմություն եթե ջերմություն կա սիրելիս դու իրան շահեցիր ինքը հասկանում եք այդ 7 քայլերը արդեն չէ 7 քայլերը կա արդեն ուրեմն պատկերացրեք ինքը ընդուպ այն աշանի մեռնելուց գնացինք եղբայրներին տարա խոստովանության գլուխը բարձրից ասեց Սեթո ասա խոստովանվեմ գիտեք ինչից էր էդի որտեվ ինքը ինքան էր վստահում ինձի ինքը իր բանկի հետ կապված գործերը գալում ասում էր Սեթ ջան այս հարցերը ես քեզի վստահում եմ վերջը թողեցի գնա իր գործերը սաղ անում էի ամեն ինչ անում էի իր համար եւ ինքը ընդուպ այնքան է ես պատկերացրեք այդ ջերմությունը այնքան շատ էր մեր մեջ որ ես իրան չհարցրեցի ուր տանեմ ախ պետք է մի հատ էլ ասեմ հա ես նայեք ինչի համար չեմ ասում լսեք ուշադիր քանզի խաչին քարոզությունը կորսվածներուն հիմարություն է գրածա բայց մեզի փրկվածներուս Աստծո զորություն այսինքն այստեղ ինչ եղավ ինչն էր խնդիրը ես այդ մարդուն այնքան եմ ջերմություն ցույց տվել որ ես եթե կարող ասեի Հիսուսը քո համար խաչվել ասել ինչ հասկացաք ինչ ես խոսում կարող է ես չգիտեմ բայց ես չի ասեմ որ Հիսուսը քո համար խաչվել է որ կարող եք մարդուն ասեմ արի նստի մեքենան տարբերություն չկա ես գիտեմ որ կարող ասեմ արի նստի տեղ ենք այդն ուր այբար դու քույշ գործ գալու ես արի նստի վերջ եւ այդից ինքը խոստովանվավ եւ Տերը վերցրեց իրան Հարտիրոջ խաչի քարոզությունը կորսվածներուն հիմարություն է բայց մեզի փրկվածներուս Աստծո զորություն է ալելույա մենք դա գիտենք բայց իրանք չգիտեն սիրելիներ իրանք չգիտեն այո մենք զորով պետք է ասենք որ դեմները փոս կա զգուշ եղեք մենք զորով գոնե չասենք այս մի հատ ասում եմ ու վերջ ուրեմն մենք երկու հոգի կային մարդասպան եւ նարկաման մենք այցելեցինք այդ նարկամանին եւ խոսացինք ինքը ասեց կգան պաշտամունքների եկավ այդ մարդասպանի հետևից գնացինք այս մարդասպանը ասեց
Ես ճիշտ ասած չեմ կարագամ էլի, սենց բան ենք անում, գործ եմ անում մի խոսքով, վերջը, բայց որ այցելում ենք իրաստուն, ինքը սրտանց ուզում էր գար։ Ես հատենում եմ, որ ես իխի չի գալում, էլի, ախր մի բան կա, որ դու չես ուզում էլի քայլ անես։ Եվ իրան միշտ ասում էի, մի բան կա, էլի, ասում էի, խի չես գալի, էլի, ես տենում եմ, որ դու վերջը, կյանքը 10 տարի նստել ես, եկալ 17 տարի նստել էր ինքը։ Վերջը, դենց հայես իրան ասում է ինքը մի օր զանգեց ասեց Սետրակ ջան ասեց ես քեզի չեմ կարող խաբեմ էլի կայնի ճիշտ ասեմ քեզի որ բրցնեմ ասեց ըտե մի օքի գալում է աշտամունքներին ես իր համար չեմ գալում ըտե ես որ գամ քո հարկը թխանգարեմ էլի ես զարմաց ասի ինչ կապ ունի էլի ասեց լսի ասեց այդ մարդը ես 10 տարի նստել եմ հելել եմ մարդասպանության համար ասեց այդ մարդն էլ ինձ 7 տարի ինքն է նստեցել իր աշտոտեղը վերջը ոնց որ երկուսով գողություն արածել եք այդ մարդասպանը գա կայնի դեղ եւ քննիչը հարցնի ասի այդ ովքերով եք այդ գիշերը ովքերով եք ես ասեմ ես իրար հետ որ գողություն ենք արել մեկ էլ էս ինչ մարդն էր կողներս իա մարդասպանը էլ չեն հարցնում մարդասպանին վերցնում են մի անգամից տանում են Բերտ ընդ նստում է 7 տարի վրեն սորոք են դնում նստում է այս մարդը Իմի այս մարդը ես իրան ասում եմ դու ասում ես դրա համար չեմ գալում ես խոսք եմ տվել որ դե բռնեմ պետք է ինքան ծեծեմ այդ մարդուն որ այդ 7 տարին պետք է հախից հանեմ ասում ես ինքան էի ծեծեմ որ չմեռներ նայում եմ որ չի մեռած ասում եմ լավ ապրի մյուս անգամ որ էլի բռնեմ քեզի 7 տարի դու ինձ խի նստեցրեցիր Իմի այս մարդը մի խոսքով իրար հետ պատկերացնում եք Թուր եւ թվանք, իրար հետ ոնց են ասում, իրար հետ շատ վատ վիճակի մեջ։ Եվ այս մարդուն, որ բերեցինք, վերջը այդ նարկամանը, որ գալիս էր, ասեցի լավ, արի սենց պայմանավորենք, սմենափոխ անենք, էլի։ Մի օր դու արի պաշտամունքի, մի օր ինքը գա, որ իրար չհանդիպեք, էլի, չընկնեք իրար հանդիպեք, որ հետո խնդիրներ չլինի։ Վերջը տենց էլ արեցինք, փաստորեն սրանք օրերը խախտում են, երկուսով գալում են պաշտամունքի։ Գալում են այդ խաշմիրուկին սենց ելնում են իրար դեմ կայնում են սենց երկուսով արդեն իրար հետ այդ խաշմիրուկի անգյունով ելնում կայնում են վերջ ես նարկաման ասում աղբոր նման չխփես էլի ես արդեն առաջվանը չեմ ես հիվանդ եմ էլի որ խփեցիր կմեռնեմ հաստատ ձերմի տուրնձի այս մարդասպանը ասում աղբեր ասում արա 7 տարի 7 սենց էլ իրան լեզվով ասում 7 տարի դու բադունցի ոնց սենց բան արեցիր մի խոսքով ասում եմ լավ արի այսքան որ գնա արդեն եկել են պաշտամունք երկուսն էլ գիտեն ասում կամք էլի երկուսով նայում են իրար այս մարդասպան ասում լավ ոչինչ արի այսօր ես քեզի ձեր չեմ տալի այսօր հետ մենք իրար հետ պաշտամունքի լավ է ու մեկ էլ մի ամի դուրսն է կայնած եմ նայում եմ որ ասում ինչ նման են որ ասում ոնց իրանք են մոտիկանում են եկան ասում ինչ ոնց կլինի սենց ասում ես մինուս դու պլյուսը իրար հետ ես ինչ բաներ ասում ես դուք եք ասում մենք ենք Փառք Հիսուս Քրիստոսին ալելույա Հիսուսի անունը փառավորվի եւ ինչ եղավ եկան նստան իրար հետ ես ամբողջ ուշադրությունս դե իրանց հանայում եմ ասում ես ոնց եղավ եւ ինչ եղավ իրար հետ սեսպսալով խոսում էին Եվ այդ 7 տարին Հիսուսի այունը մատնես ջնջեց, որ իրանք դարձան այո Աստծո երեխեք եւ մահվան ժամանակ այս մարդասպանը որ չէ, նարկամանը որ մեռնելու էր, բանը իմացա որ մեռնելու է, զանգ այդ մարդասպանին ասի, լսի մեռնելու է, էլի, ասեց ինչ ես առաջարկում։ Ասի դու արդեն հասկացի պիտի այդ հանգելի։ Գնացինք հենց լրիվ նկարած կամոդս, բայց դրա ժամանակը չկա, եւ ինքը կրացած ասում էր, լսի Դու գնա, ես գոյդելից մեգա գալու եմ, գնա, Հիսուսին ընդունեցիր, խոստովանվավ, լավ տեղը տեղի, խոստովանվավ և գնաց տիրոջ մոտ և այդ երկուսն էլ չկան եմ երկրի վրա, երկուսն էլ գնացել են բար տիրոջը, թող տիրոջ անունը փառավորվի, փոսը չմոռանաք, ոտքի կանգնենք, հա մի հատ աղոտ կանենք ու վերջացնենք Dame
Արմեն Տեր Հիսուս Քրիստոս, ամեն ինչի համար, եղբայր որ խոսած, տենց այդ իր ասացի հետ կապված բաներ հիշեցի, ուղղակի կարճ կուզեմ վկայել մեր Տիրոջ փառքի համար։
Ուրեմն սերներ նախ ավետարանից միտեղ հիշացնեմ իր խոսքի մեջ եթե ուշադրեք եղբայրը ասաց եթե մենք Տիրոջը սիրում ենք եւ պետք է ամբողջ սրտով սիրենք միտքն եմ ասում էլի չենք կարող անտարբեր լինենք մեր կողքի կորսվող մարդկանց նկատմամբ եւ սա եւ այդ բանը որ մենք սրտացավ ենք այդ կորսվող մարդկանց համար սա հետևանքն է որ մենք սիրում ենք Հիսուսին չի կարող մարդը ասի ես սիրում եմ Աստծուն բայց սրտացավ չլինի այսինքն Աստծուն ծառայելը Աստծո փրկության այդ գործի մեջ մասնակից լինելը մարդկանց համար շատ անմիջական կապ ունի Աստծուն սիրելու հետ հիշում եք ավետարանից Ղուկաս ավետարան 10-րդ գլխում այսպես ասում մի օրինական երբ որ մոտեցավ Տիրոջը եւ փորձում էր Տիրոջը ասեց վարդապետ ինչ գործ են որ հավիտենական կյանքը ժառանգեմ նա էլ ասեց նրան օրենքում ինչ է գրված ինչպես ես կարդում նա էլ պատասխանեց եւ ասեց սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտից է քո բոլոր անձից է քո բոլոր զորությունից է եւ քո բոլոր մտքից է եւ քո ընկերին քո անձի պես եւ նրան ասեց ուղիղ պատասխանեցիր այդ արա եւ կապրես իսկ նա որովհետեւ կամենում էր իր անձն արդարացնել Հիսուսին ասեց եւ իմ ընկերն ով է եւ այս խոսքից հետո Տերը իրան ասեց բարի սամարացու առակը այսինքն սերը ինչպես Հովհաննես Առաքյալն ասում չսիրենք լեզվով ասում սիրենք գործով եւ ճշմարտությամբ Պետրոսին երբ էր ասում արածեցին գառներին երբ որ հարց էր տալիս ասում էր սիրում ես ինձ Պետրոս այսինքն եթե մարդը ընդրություն ունի որ սիրի Աստծուն իր կյանքը պետք է փոխվի եթե մարդը ընդրություն ունի որ սիրի Աստծուն դա պետք է լեզվով չլինի դա պետք է գործով լինի եւ այդ նեղության ծառայության մարդկանց վկայելու մեջ թեկուզ անարգեն իրան ինչը պետք է զորացնի իրան ինչը պետք է պահի ինչը պետք է սրտացավ անի որ ինքը մնա դրա մեջ Հիսուսի վրա եղած սերը հարավորվի ինքը սերը եւ այդ սերը մենք չէ որ իրան սկզբից սիրեցինք ապա նա որ մեզ սիրեց այսինքն այս էլ մեր շնորհքը չի քանի որ ընդունել ենք իր սերը եւ այդ շնորհքը այդ սերը մեզի ստիպում է եւ Սուրբ Հոգով տարածված է որ մենք էլ իրան սիրենք եւ ծառայենք եւ մարդկանց վկայենք եւ ոչ միայն խոսքով այլ գործով մի տես հայտնի խոսք է եղբայրները շատ են ասում մի քրիստոնյա վարդապետ այդտեղ շատ օգնականներ է ունենում ոնց որ աշակերտներ էլի իրանց ավետարանա սովորացնում եւ ասում է գնացեք ամբողջ աշխարհը քարոզեցեք որ պետք կլինի մեկ-մեկ էլ խոսացեք ասում այսինքն գնացեք գործով քարոզեցեք այս բանը մարդկանց կհասնի դրանց սրտերի կհասնի ասում որ պետք կլինի մեկ-մեկ էլ խոսացեք եւ շատ հետաքրքիր է որ Տերը մի շատ հետաքրքիր բան ասեց հրեաները փարիսեցիները եւ դպիրները որոնք օրենք գիտեին Աստծո խոսքի շատ բաներ գիտեին հիմնուրդ գիտեին Աստծո ժողովուրդ էին համարվում բայց Տերը այդ առակի մեջ դիտավորյալ ասեց մի ղեֆտացի էր իշնում եւ այդ ընկած ծեծված մարդուն որտեղ ասում է չօգնեց իրան նայեց ու անցավ ասում քահանան էլի չավ նայեց ու անցավ էլի չօգնեց բայց ասում մի սամարացի մարդ Սամարացիք ասեմ սեր որ հրեաների կողմից անարգված մարդիկ են իրանց արյունակցական բանով կիսով չափ են հրյա եւ հրեաները իրանց չեն համարում որպես Աստծո ժողովուրդ անարգված էին այսինքն ցածր սորտի մարդ էին համարում բայց Տերը այս բանը դիտավորյալ ասեց եւ ասեց մի սամարացի էլ կարա չասել նա չգիտեմ ուրիշ ասկից մարդ բայց խեր ասում սամարացի ասում այդ սամարացին իշնում ասում տեսա նրա գութը շարժվեց եւ ամեն բան արեց որպես այդ մարդուն փրկի սրանով Տերը կպնում է իրանց որ ոչ թե պատությունն է մի բան ոչ էլ անթերպատությունը ապա սերը հավատքը որ սիրով գործի կդրվի ասեց այս արժեքավոր այսպես գնացեք ասեց այս օրինական ասեց գնա եւ դու էլ այդպես արա այսինքն Տերը մի ճանապարհ ցույց տվեց որ եթե մենք իրան սիրում ենք ուրեմն մենք պետք է գործով մասնակից լինենք մեր օգնությունը մարդկանց քարոզ ասում պետք է գործով լինի սա է որ մարդկանց վրա ազդում է որտեղ այդ մարդիկ կույր են չեն տեսնում ես հիշում եմ մի անգամ իմ այտենց նորը ապաշխարե իմ հոր հետ նստած այտենց խոհանոցում հաց էինք ուտում այտենց դե ասենք որ ես որոշ չափի ավետարանը գիտեմ ասենք Աստծուն եմ բարը մի հարց կար մեր տանը որ ինքը իր ձևով էր ոնց որ ասում սենս պետք է լինի ասենք աշխարհիկ ձևով ես էլ ասում եմ չէ որ ճիշտը սենս է սենս պետք է լինի ու տենց որ սկսեց ինքը իրան ասել ես իմ ասել ոնց որ պահ ավելի լարվեց էլի ու զգացի որ ինքը ավելի դրանից գրգռվեց ու իմ ասած ոնց որ ավելի վանեց իրան ոնց որ եղբայրն ասեց ու տենց ոնց որ այդ հարցը տենց սեղանի կողքից որ վեր կացա տեսա որ հարցը չի լուծում որ գալիս է որ դրան մոտից արդեն դուրս գայի ես ականջով երբեք չեմ լսի Աստծո ձայնը պարզ ասեմ բայց զգացի որ իմ հոգու հետ ոնց որ մեկը խոսա ու սենց պարզ բառերը հասկացա ասեց ինքը քույրա
Ուիրա։ Ունես միտք առա, որ ինքը կույր է, ինքը չի տենում, կույրի հետ այդպես չեն վարվում։ Կույրին չեն պահանջում, չեն ստիպում, կույրին չեն ասում, չէ, կույրին ասում է ոնց որ միտքը սենց առա, պետք է ինքը կույր է, իրա ձեգը տնես, իրա այդ քաղցությամբ, ինքը կույր է, ինքը չի տենում, պետք է ասես աջ գնա, ձախ գնա, դու իրան ասում ես խիչ ես դույսը տենում, խիչ ես դու սենց, ինքը չի տենում, որ տենց անի, ինքը կույր է, ինքը չի տենում, դու այդ տնես պետք է վարվես, ոնց որ կույրին բռնում են, ասում են կամած ավտո ա գալի, իրա ձերից բռնում են, փողոց անցկացնում են, ասում են իրա պետան են, ոնց անեմ, այսինքն դու պետք է որպես կույրի հետ վարվես, իրա ձեռքը բռնես, որ ինքը քեզի վստահի, որ դու իրան ասես սենց ար ինքը լսի քեզի, իսկ ես ոնց որ ուզում էի պահանջել իրանից, բայց այդ խոսքը որ եկավ ինձ ասես կույրա, դու սովորի կույրի հետ վարվելու ձեր ինքը տես չի ընդունի քեզի, դու այդ սրտացավությունը պետք է ունենաս, այդ քաղցությունը, որ ինքը տենա, որ դու մի բան տենում ես, որ ինքը չի տենում, դու պետք է նենց վարվես, որ ինքը տենա, որ դու մի բան կա տենում ես, որ ինքը չի տենում, որ ինքը քեզ վստահի։ Ու մի բան էլ պատմեմ սերներ, ուրեմն հիշում եմ վկայության հետ կապված Ռուսաստան միտեղ աշխատում էինք, ներորդն է, Ռուսաստան միտեղ աշխատում էինք, այտենց եղբայրներով, այդտեղ որ լինում են, ասենք մարդիկ հարևաններ գալիս են, այտենց ոնց որ առիթը որ ասենք բաշխով չթողելու համար վկայում էինք իրանց, ու մի հայ մարդ էլ կար, ինքը շատ տարբեր տեղերում մաներ եկել, ու սաղ ինչքան կրոնի նշաններ կա, իր վզին գցած էր։ Այսինքն ինքը այտենց ոնց որ համարում էր, որ բան է էլի, այտենց ինչ-որ մի կոնկրետ ուղղություն չկա, որ ինքը ընտրել է, սաղ կրոններն էլ իր համար ընդունելի են, սաղ ազգերի մշակույթներից տեղյակ եմ, աշխարհ մանեկած մարդ եմ, ինքը այտենց իրան ոնց որ առավել էր զգում, էլի։ Ու ասենք ինքը հրայի հետ հրայի բանով էր խոսում, կրոնով, քրիստոնյայի հետ քրիստոնյաների, ասենք իսլամի հետևորդների հետ Ղուրանով էր խոսում, էլի, սենց իրան այտենց ոնց որ իմաստուն էր համարում։ Բայց այտենց մի անգամ որ եկավ մեր մոտ, ինքը այտենց մտածեց, որ մենք այտենց նոր ենք հանդիպում, որ հեռու ենք Աստվածաշնչից, քրիստոնեությունից, ու սկսեց մեզի Աստվածաշնչից համարներ վկայել, որ ինքը սկսեց խոսալ, ոնց որ մենք էլ բացվեցինք, հիմա վիճակը փոխվել է, մենք ենք, ոնց որ պատտվել ենք, սկսել ենք իրան վկայել, էլի։ Տենում ենք, որ ինքը ուղղակի ասենք դες մարդկային իմաստությունով, այտենց որ շատ խոսացինք, հետո այտենց մի պար որ մնացինք, ասած ես չէի պատկերացնում, որ դու ավետարանից այսքան բան գիտեք, որ քրիստոնեությունից խաբար եք, դուք էլ քրիստոնյա եք, ինձի կարաք այսքան բան վկայեք։ Բայց հետո որ մենք սկսեցինք շատ խոսալ, ոնց որ իր վրա ծանրություն եկավ, էլի։ Այտենց որ խոսացինք, հավկային, ես խոսած, հետո կողքից եղբայրը խոսած, այն մեկը խոսած, մի բավականին ժամանակ անցավ ու լուր մնացինք, ինքը սենց ասեց, ինքը մի ասեց, ձեր ասածները սաղ հասկացա, ընդունում եմ, բայց ասես մի բան եմ ուզում ձեզի ասեմ։ Եկուս նա ինքը ասենք այտենց Աստծուն ճանաչող մարդ չէր, բայց իր միջոցով Աստված նաև մեր հետ խոսաց։ Աստված իր սրտին տեսեք ինչ դրեց։ Ասեց ես որ ասես շատ քաղաքներում երկրներում ման եմ եկել։ Ասեց ես Երուսաղեմում էլ եմ եղել։ Այնտեղ շատ շոկ ալնում էլի, մանավանդ ամառները շատ շոկ ալնում։ Ասեց այտենց մի հատ վիճակի մեջ ենք եւ մի հատ այնպես տեղ ենք ընկել։ Ասեց այնպես վատ վիճակի մեջ ենք, մանրամասները չեմ ուզում պատմեմ, ասեց որ մենք փող չունենք, որ հաց ուտենք, անգամ խմելու ջուր չունենք։ Ու տես քանի որ ասեց մենք այդ վիճակի մեջ ենք։ Ինքը հասկացավ որ մենք իրար ճիշտ բան ենք ասում, բայց ինքը մեզ ուղղություն ցույց տվեց, թե ոնց մենք իր հետ պետքա վարվենք։ Ասեց որ մենք այդ վիճակի մեջ ենք ընկել։ Հետո նենց եղավ որ Աստծո ողորմությամբ դուրս եկանք այդ վիճակից, ասում եմ մի տուն մարդիկ ասում են շատ վատ էր մեր վիճակը, չենք կարող քայլել, ոչ էլ կարող ենք նորմալ խոսանք։ Ասում են ինձ տարավ իրանց տուն, ասում է այդ մարդը, ասում է թե ինչ արեց մեր հետ։ Ասում է նստեցրեց, ասում է մեզի խնամեց, մեզի ամեն բան տվեց, ասում է մենք այնքան ենք թուլացել, բայց ասում է ինքը մեր հետ ոչ մի բան չխոսած, ասում է ինքը քթալը վերցնում էր, ճաշը վերցնում էր, ասում է բերում էր մեզ ինձի կերակրում էր, ասում է ինքը բաժակը բերում էր, այդ ջուր իր ձեռներով, ասում է ինձի տալիս էր, ասում է ինքը ինձի ոչ մի բան չէր վկայում, ինքը քրիստոնյա էր, ասում է այդ բաժակը բերում էր իմ բերանին ու ինձի խմել էր տալի, ասում է իմ նասկիները հագցնում էր, իմ շորերը հագցնում, ինքը ոչ մի բան չէր վկայում, ասում է այդ մարդը մեզի ինչ էր որ ասել, մենք հավատալու էինք դրան, մենք լսելու էինք իրան, ու մենք միտք առանք, ասենք Տեր Աստված, այս մարդը ու գիտենք, որ այդ մարդը ինքը թևը կտրած մարդ է, ասեց այդտեղ ինքը տուն էր սարքում, ու իր ոնց որ տունը կիսատ է, շատ էլ երեխեք ուներ, ու տենց միտք առանք, ասենք փոխանակ այս մարդու համար գնանք մի լավ բան անենք, դրել ենք մի ժամ խոսում ենք, ուզում ենք չգիտեմ ինչ ապացուցենք, բայց ուրիշ ավելի հասանելի ձև կար, կարել էր կարճ այդ մարդու հետ խոսել հետ ասել ինչի կարիք ունես։
ինչ անենք քո համար։ Գիտենք որ ում տունը որ աշխատում ինքը ասել էր, որ ինքը տունա սարքում կիսատ է ձեռը այդքան փող չկա, ոնց որ սրտերից դրվեց ասես գնայեք այդ մի հատ այդ պատը շարեիք, մի հատ իր համար բարի բան անեիք, մի հատ ջուր առաջարկեիք, մի հատ ուտելիք առաջարկեիք, ոնց որ ինքը վկայեց, ու իր վկայությունը մեր դեմ է, ասես դուք լավ է որ ավետարան գիտեք, որ այսքան բան գիտեք, բայց ասես դուք մարդկանց մատուցելու ձևը չգիտեք։ Դուք ձեր շատ խոսալով, ձեր այդ պահանջողական քույրից պահանջելով, որ ինքը տենա, ասում դուք վանում եք, այս մարդը որ Աստծուն չէ ճանաչում, Աստված իր սրտին դրեց մեր հետ խոսած։ Ու հետո այս ախպեր, այս մարդը որ գնաց, մենք սենց զարմացած իրար նայեցինք, ասենք մենք ամոթով գտնվենք այս մարդու մոտ։ Երկուս ինքը հասկացա, որ մենք ավետարանից ենք ասում, ճիշտ ենք ասում, բայց մեր ասածի հետ սեր չտվեցին, խաղաղություն չտվեցին, չկերվավ, էլի ոնց որ այդ սերը, այդ քաղցությունը, այդ համեմունքն է, որ ինչ որ տաս դրա հետ ուտվի, որ ինքը ընդունի, ինքը կույր է, ինքը շատ բան չի տենում, կույրից չեն կարա շատ բան պահանջենք, դա իր հետ վարվելու ձև ունենան, քաղցությամբ, մի օր էլ հիշում եմ, ես էլ պատմեմ սերներ, ուրեմն պապայիս հետ աշխատում էինք, ինքը նոր էր եկել Ռուսաստան, ունենց էր, որ մեր գործի տեղից ուրիշ տեղ էին գնացել, հիմա պետք է իրիկունը որ այդ գործը վերջացնենք, պապաս դե ճանապարհներ այդ քաղաքը չգիտե, պետք է իրան նորից տանեմ տուն, որ ես իրիկունը գամ պաշտամունքի։ Բայց նենց է որ պաշտամունքից ուշանում եմ, էլի։ Հիմա իմ ոնց որ ասում է այս բարի սամարացու բանի մեջ, ասենք սերը, գութը, ողորմածությունը թողած, մենք շատ անգամ կրոնավորությունն ենք ցույց տալի։ Չէ՞ որ քահանան էլ Աստծո մարդ էր, ղևտացին էլ Աստծո մարդ էր։ Բայց Աստված այդ արտաքին կրոնավորությունը չէր ուզում, այլ իրական սերը, ողորմությունն էր ուզում։ Հիմա ոնց որ կրոնավորությունս բռնելա, ասում եմ չէ, բա դու քո ձևով գնատուն, ես պաշտամունքի եմ։ Ես էլ գնամ իմ պաշտամունքին։ Բայց այդ մարդն ասում է ես ոչ ճամփա գիտեմ, մեր գործի տեղ ուրիշ տեղ է, ես ոնց գնամ, ոչ մետրո գիտեմ, ոչ ավտո գիտեմ։ Ես էլ իբր թե շատ ուժեղ կրոնարում, ասում եմ չէ, իմ պաշտամունքի ժամն է։ Ես գնում եմ, դու ոնց ուզում ես գնա։ Երես որ ասենք այտենց խեղճացող մարդ չէ, ասենք կարա խոսա ջղայնան, այնց խեղճացել էր, երեխու պես խեղճացել էր այդ մարդը, ինձ մի բան ասեց, որ իմ սրտին շատ ազդեց։ Ասես դու որ փոքր ես, ես այտենց չէի անում։ Ասես դու որ փոքր ես, քո ձեռը չէի թողում, ասեմ, ոնց ուզում ես գնա։ Ես գիտեմ որ դու փոքր ես, դու չես կարա։ Ասեց հիմա ես այդ վիճակի մեջ եմ ու ես հորս առաջ անգամ խեղճացած ու այտենց ոնց որ բաներ որ ասում են ու չեկած վիճակ։ Որտեւ ինքը մեծացրել էր, ինքից պահել էր, հաց էր տվել, որ ես իրան ասեմ դու ոնց ուզում ես գնա, ինչ այն կրոնավորությունը պահելու համար, որ ես գնամ պաշտամունքի, որ չասեն ես հրայր ես ինչ օրը բացակայես, բայց Աստված գիտեր, չէ ես ինչի համար պետք է անեի։ Աստված ասում է ես այդ կրոնավորությունը չեմ ուզում, եթե դու իրական Աստծո սեր ունենաս, քո սիրտը կցավա, եթե քո սիրտը ցավա մի բանի համար, դու հնար կգտնես, ու ես դուր կբացեմ որ դու այդ հարցը լուծես։ Այս սրտացավությունը, հավատքը, իրական ողորմությունը մեր մեջից պակասում է, դրա համար մենք այս գործերի մեջ մասնակից չենք ելնում, սել է։ Ու ես այդ օրը թողեցի այդ խեղճ մարդուն։ Ինքը գնացել, չգիտեմ, հարց ու փորձով ոնց, գնացել մի կերպ ասել էր գիշերվա ժամը քանիսին, գնացել եմ նստել եմ պաշտամին ու ինձ թվում է, որ ես ուժեղ աստվածապաշտ եմ, Աստծո խոսք եմ լսում, բայց այնց հանդիմանվում է իմ ներսից։ Եղբայրներից մեկն էլ եկավ, այտենց խոսացած ես դու շատ սխալ ես արել։ Դու կրոնավորություն ես արել, քո հորը թողել ես Մոսկվայի մեջտեղը, ոչ փողոց գիտի, ոչ ավտո գիտի, ինչա դու ասում ես, որ ես պաշտամունք եմ, այս մարդիկ էլ էին, ասում եմ Երուսաղեմից Երիքով էին իջնում, տարին մի անգամ սերներ հին Իսրայելում ինչ էր կատարում, տարին մի անգամ ամբողջ Իսրայելի ժողովուրդը պետք է հավաքվեր Երուսաղեմի տաճարում պաշտամունք մատուցելու, այտենց տոն կար, ու այս մարդիկ բացառություն չասում են Երուսաղեմից Երիքով էին իջնում, գուցե իրանք հենց պաշտամունքից էին իջնում։ Գուցե հենց իրան գնացել են, որ Աստծուն պաշտամունք մատուցեն, բայց Աստված այս հավաքով ցույց տվեց, որ արտաքին բաներով չի, այլ մեր սիրտը պետք է փոխվի, որ այս արտաքին կրոնական կողմը պահելով չի, մենք այդ կողմը պահում ենք, երևացող կողմը պահում ենք, բայց այն իրական Աստծո վկայությունը, մարդկանց սրտացավություն ցույց տալը, սեր ցույց տալը, կույրին, որ ասма ձեռքու ոտ դինել այս բաները թողում են, ու ես շատ անգամ մտածում եմ, որ ես Աստծուն հաճեցնում եմ, Աստծուն այդ զոհերը չեն պետք, իրական սրտի հնազանդությունն է պետք, իրական մեր սրտի թրպատությունն է պետք, Հիսուսին սա է ստիպում, որ ինքը մեղավորի ներեր, սիրում էր ինքը մեղավորի, օրինակ Զաքեոսի պես մարդիկ գիտեք ինչքան էին զարմանում, թե Աստված ոնց կարա Զաքեոսին ողորմի, ասի այսօր այս տանը փրկություն եղավ։ Զաքեոսը սերներ, գիտեք ինչպիսի ժողովրդի աչքին մեկն էր։
Պատկերացրեք, որ հռոմեական կայսրությունը եկել է, Երուսաղեմ ամբողջ Իսրայելի ժողովրդին երկիրը վերցել է իր տիրապետության տակ, ու մարդիկ ա դրել, որ Իսրայելի ժողովրդից հարկ հավաքեն ու տանեն այդ հարկը տան հռոմեացիներին։ Ոնց որ հիմա պատկերացնենք, որ ենթադրենք Թուրքիան մեր Հայաստանը վերցրել է, այս ժողովրդին խնայել է, բայց այս ժողովրդից հարկեր է հավաքում։ Մեզանից էլ ինչ-որ մի քանիսին հարկահավաք եւ մարսապետ անդրել, որ այդ փողերը պետք է հավաքեն տան իրանց։ Զաքեոսը մարսապետ մարդ էր, այդպես մարդ էր։ Պատկերացրեք ժողովուրդ իրան ինչ աշխով կնայեր։ Ասել էս մարդը մեր հրյա ուրեմն բան արել, հռոմեացիների ծառայում է, իրանք հերիք չեկել են մեզի տիրել են։ Մեզանից էլ փողերը մեր վերջի կոպեկը հավաքում է, տանում է տալի հռոմեացիներին։ Ոնց որ ասում են իրանց աչքին շատ վատ մարդ է, շատ մեղավոր, շատ վատ, ուրիշ բառերով չեմ ուզում ասեմ, սենց մարդ էր իրանց աչքին, բայց Հիսուսը սրտել է գիտել։ Հիսուսը հենց այդ մեղավորի համար է եկել, մարդկանց առաջին անարգված է, բայց Աստված այդ սիրտը գիտել։ Ասում է ինչը որ մարդկանց աչքին բարձր է, Աստծո առաջ պիղծ է, եւ նաեւ հակառակը։ Մենք երևույթով չգիտենք այդ բաները, ով կընդունի, ով կապաշխարի։ Մեր աչքին կարող է շատ վատ երևա, մարդասպան, գողացող, չգիտեմ ինչպիսի մեկ երևա, բայց Աստված ասում է ես բոլորին իմ սիրո աչքերով եմ նայում։ Ես բոլորի համար եմ խաչվել։ Կարա այդ մարդը այդ ձևը լինի, բայց եթե ինքը ընդունի, ապաշխարի, այդ հին էլ չկա։ Ինչու ավազակը դատապարտվեց խաչի վրա։ Հին ավազակը մեռավ։ Հին ավազակը մեռավ, ելուն դատապարտի։ Իսկ նոր մարդը ավազակի մեջ ծնված Հիսուս Քրիստոսի այդ հավիտենական կյանքի մեջ պետք է լինի։ Քո փառավորվի Տեր իր սուրբ անունը։ Ամեն։